շատ քչերի սա բախտ վիճակ է թշնամի խփել, ես հարցերին մի քիչ ավելի դաղալ եմ նայում, էլի մեր ուժեղանալու խաթր պատրաստ եմ ավելի փիս բաներ անել։ Տատիկի հայրը եղել է Անդրանիկի հարյուրապետերից։ Մենք գիտենք փախնել է շանտողությունա դրա համար ասում է թաղավարտը մնաց հայկական։ Մենք սպանությունը շատ վատ ենք դիտարկում։ Մի ձեր կարծիքով Ալիևը տանջվում է։ Այ ազատազենի ֆենոմենը ո՞րն է։ Ցեղասպանությունը լինում է ցեղասպանվողների հետ միայն, ովքեր համաձայն են դրան։ Պատերազմը ասում է, որ իմանայի հաստատում տանենք հետ կգա, ում սիրում եմ սաղին կտանեի հետս։ Ես իմ մեջ թշնամի խփելու հետ կապված ոչ մի կռիվ չունեմ, դի խփես։ Բա ինչ լավ է որ խփեցիր, ընկերոջը չխփեց, որ բոլորին խփեինք, ոչ մի ընկերոջ չէին խփի։ Ես ընթերցում եմ ձեր բոլոր ոգևորիչ նամակներն ու մեկնաբանությունները ու հասկանում եմ, որ շատերիդ հաճելի չէ բաժանորդագրվել, լայքել, սեղմել զանգակի կոճակը, բայց այդ 3 անվճար եւ պարզ քայլերն են ամենաարդյունավետ տարբերակը մեզ աջակցելու, որը ձեզնից կխլի ընդամենը մի քանի վայրկյան։ Արդյունքում մեր ոդկասթն էլ ավելի շատ կտարածվի եւ հասանելի կլինի լայն հանրությանը։ Մեզ կարող եք աջակցել նաև Re-Armenia հարթակում, միանալով ամսական բաժանորդագրությամբ ցանկացած գումարի չափով։ Իսկ մենք ձեզ կուղարկենք կադրից դուրս հատվածներ եւ վերջին հարցի հյուրերի ճիշտ պատասխանը, որը նկարահանել ենք հատուկ ձեզ համար։ Շնորհակալություն։ Ողջույն, այսօր իմ հյուրը Իշխան Գևորգյանն է, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից եւ Ազատազեն ՀԿ-ի համահիմնադիր։ Իշխան ջան, ողջույն։ Բարև Լիլ ջան։ Ոնց ես։ Լավ, դուք ոնց եք։ Լավ։ Դուք ապերներ էլի։ Թե չէ ես Լիլի հետ դույով եմ խոսում։ Հա։ Լավ ենք, մենք լավ ենք ու մեր ավանդական հարցով սկսենք։ Սովորաբար որտեղ ես լինում առավոտյան 10:30-ին ու ինչ ես անում։ 10:30-ին արդեն մի 3 ժամ ապրած եմ լինում։ Արտանում եմ սկզբից մեծ աղջկաս եմ տանում դպրոց, հետո հետ եմ գալի փոքրին տանում եմ մանկապարտեզ, իդեպ այդ մասը հատուկ ուզեցել եմ ես անեմ, որ ոնց որ հիմա ամեն ինչի փոխարինումը կա, չէ, ասենք տանելն է կարա տրանսպորտով լինի, բայց գոնե այդ ժամանակ հաստատ գիտեմ կարամ շփվեմ էլի հետների ինչքան ես զբաղված լինեմ, ու արևի հետ մեծ աղջկաս հետ դասանելով ենք գնում դպրոց, Բիայնայի հետ մի քիչ արդեն խաղալ ուրախանալով, որտեվ իրան այնպես մանկապարտեզ ենք ընտրել, որտեղ որ իրանից հասնում եմ մինչև դպրոց գնալը միայն ուրախանալը։ Հետո արդեն կգնա դպրոց, այսինքն են որ մանկապարտեզա, բայց առաջի դասարանի գիտելիքներն հետը տալի ճամփում են, այտենց մանկապարտեզ չի էլի։ Անենցա որ ինքը լավ զգա շփվի մարդկանց հետ տալ առնել, սովորի մի խոսքով։ Հետո գնում եմ իմ գործերով, կախված շաբաթվա օրերից, շաբաթվա սկզբում զբաղվում եմ ստարտափ ենք անում ընկերներով բալիստիկա անունը դիպուկարների համար, ոնց որ էդի համի մասնագիտությամբ, որտեվ ես IT-ի մեջ եմ, համել այն մյուս մասնագիտությամբ, որտեվ մասամբ դիպուկահար եմ, այդ ծրագիրը բավական հաջող ծրագիր է, 56 լեզվով կա, մի փոքր կպատմես հենց ծրագրի մասին։ Մեր մոտ կրակել ես դու, այն օպտիկական զենքերը որ կա, որեն պտտվող դետալներ կա, չէ՞։ Այդ ոնց որ ճիշտ պետքա պտտես, որ կպնես քո ուզած դիստանցիային։ Եվ որ բարձրանում ես սարերը, այդ պտույտը չափը փոխվում է, երբ որ փամփուշտը փոխում ես, փոխվում է, զենքը փոխում ես, փոխվում է, ցրտում է, փոխվում է, տաքանում է, փոխվում է, ասենց տարբեր, ես իմ 10-ից ավել ֆակտորներից է կախված քո կրակոցը։ Այդ բանը, ովքեր 9-րդ, 10-րդ դասարանում ֆիզիկա լավ են սովորել կհիշեն, խնդիր կար է, որ թնդանոթը կրակում է այսինչ անկյան տակ, այսինչ մեկնարկային արագությամբ, ուր կընկնի բան, այդ խնդրի կոմպլեքս լուծումն է։ Ու կարողանում ես այդ հաշվարկներով հստակ խոցում ունենաս, դա անհրաժեշտ է։ Օրինակ ջերմուկում, երբ որ ես ունեի իմ արդեն լավ դիպուկար հրացանը անձնական, օգտագործում էի ռուսների այդ ծրագիրը, հետո որ պատերազմը ռուսների սկսեց, այդ ծրագիրը հարթակներից հանեցին Google-ից, Apple-ից, որտեվ շատ լավներ ուկրաինացիք էին օգտագործում ռուսներն է, բայց
այդ դատան գնում է ռուսներին։ Մեր չգիտեմ ով ինչ էր օգտագործում, դրա ամերիկյանն եկա, մեկ ուրիշն եկա, բայց հիմա մերն է։ Իր առաջնային նպատակը հենց տեղական շուկայում սպառում ունենալն է։ Իր առաջնային նպատակը այդ ոլորտում տեղ ունենալն է, բայց բազում նպատակներ ունի, հեսա կետառկետ կասեմ էլի, ոնց որ օրինակ Զանգի օրինակը կարանք նայենք, որտեղ ես ինքս էլ աշխատել եմ, ասենք Telegram-ի մասով քննարկումներ է, չէ, secure չի, էսա այնա, Զանգին մերն է, օրինակ Հայաստանի իշխանությունները կարան հատուկ ծառայությունների օգնությամբ հանգիստ իմանան secure-ա, թե secure չի, կամ երբ պետք է մեզ secure լինի, երբ պետք չի secure չլինի։ Նույնիսկ ծրագիրը, երբ որ դու քո տարածքի այդ տվյալներն ես հարցնում, շոքացուրտա, խոնավա, կետը վերցնում է, չէ, որ այդ կետի շուրջ ասի, ավտոմատ այդ կետը կարա միտը գնա, կարա չգնա։ Ծրագիրը հենց հիմա օգտագործում են աշխարհի տարբեր սրացումներում ու թե մյուս կետերից, չգիտեմ դա լավ է թե վատ, բայց բան է։ Դա արդեն ծառայում է ու ծառայելու է Հայաստանին, իսկ այդ ճամփին ոնց որ ես հարցերին մի քիչ ավելի դաղալ եմ նայում, էլի մեր ուժեղանալու խաթր պատրաստ եմ ավելի փիս բաներ անել, ընդհանուր հումանիզմին մի քիչ հակասող ու նորմալ է որ օգտագործում են էլի, ես չեմ փակի, ասենք կամ ոչը թիմը նես չի որ մենակ ես եմ փակելու Ուկրաինայի համար կամ Ռուսաստանի համար օրինակ։ Այդ ծրագիրը ունի նաև իր բալիստիկ մոդուլը, օրինակ կարելի է տեղադրել տարբեր սարքերի մեջ ու այդ հաշվարկները ինքը անի, ասենք ջերմատեսիլ սարքի մեջ կամ ռոբոտացված զենքեր կան, այդ տարբեր տեսած կլինեք, ես վերջերս մի հատ շուն էին ցույց տալի հայկական ռիլերով, որ ի հակադրում են Ադրբեջանի պարադի, մենք էլ ունենք շունիկ, այդ շունիկի վրա որ զենք լինի, այդ զենքն էլ է ունենալու բալիստիկա ու թե ոնց է օրինակ շունը կրակելու 500 մետր կամ 700, տենց մի հատ գործիք է անհրաժեշտ, որ մեջը ներդրած կլինի կհաշվի, այսինքն կամայական կրակող բան ուժեղացնող ոնց որ ունիվերսալ բլոկինգ սարք է, արդեն առաջին համագործակցությունը ունենք ու ռեալ աշխատում ասենք առաջի հաշվարկով 1200 մետր են փորձի ժամանակ խփել, որը այդ հեչեշտ չի էլի։ Շատ լավ է։ Ու նման բոլոր լուծումները հայկական շուկայում որ կան առաջնային իրանց են ուժեղացնելու, հետո էլ աշխարհի մասշտաբով դուրս գանք, որովհետև թե իմ անձնական, թե նույն ազատազենի նպատակներից մեկը այն է, որ հայ ասելուց միայն այն չպատկերացնեն, ինչ որ հիմա են պատկերացնում, չպիտակավորելով, ասենք օրինակ բերեմ, որ զուտ միտքը մարդիկ հասկանան, օրինակ դուք պատկերացնում են կամ Կիմ Կարդաշյանին են պատկերացնում, բայց ֆին ասելուց սնայպեր պատկերացնում են կամ ամերիկացի ասելուց ինչ որ զենք մի քիչ պատկերացնում են, էլի հայ ասելուց է մեր ձեռամբ էլի այդ կողմից ինչ որ բաներ պատկերացնեն իր ամբողջ հետևանքներով ու էսի լավագույն գործիքն է որը կարա ծառայեցնի որտեվ տեխնոլոգիան սարքում է Հայաստանում օգտագործում են որտեղ ասես օրինակ բան քրդերեն կա էդի ու քրդերեն երևի մենակ մերը կա էլի տես բազում ազգեր կան ովքեր կարան հետաքրքիր բաներ անեն մեր համար կամ որ կարող է մեզ պետք է իմանանք իրանցից ովքեր են դե մեր ապն է էլի մեր իր ողջ հետևանքներով էտա շաբաթվա երկրորդ կեսին արդեն ազատազենի հարցերով եմ 5 շաբթի օրը ոնց որ խոսք տված քննության օրն է այդ քննությունը բավականին հետաքրքիր փորձառություն է զենքի ցավոք սրտի ինչ մենք ծնվել ենք Հայաստանում բազում հարցեր տենց ծանոթով զանգելով ու այլևայլ ձևով ենք լուծել հիմա որ լուսողները նայեն հաստատ ամեն մեկը ինքը իր օրինակը կունենա ոնց է իր X կամ Y հարցը տենց լուծվել ամբողջ հայ ազգը այդ մեթոդին սովոր է ու մենք էլ դե ասենք ես եմ մեր ընկերներն են իշքան ընկերներ ու ընկերների ընկերներ կունենանք չէ հետո իրանց գումարվում են ինչ որ թվում է թե կարևոր մարդիկ ու մենց թվում է որ իրանք բան են արտոնյալ են
ու սենց էլի Դրա տարբեր հակառակ խմբեր կան։ պատկերն էլ կային առումով, որ ձեր շատ մտերիմ ընկերներ կտրվելուց հրապարակումներ են անում ու ասում են, որ կտրվել են ու արդարա ոչ մի ծանոթ հնարավոր չի առանց գիտելիքի ստանա զենքի քննություն։ Էդի հավես մասերն եք դու տեսնում, բայց մարդկանց ուղեղը կախում է, որ ոնց է չլինի մենք ուրիշին հարմարվում ենք, բայց այ իրանց բախտը չի վերում, որտեվ իրանք ծանոթ չունեն կամ մեկ ուրիշը գալիս է, օրինակ ես պատերազմին այդ զենքից եմ օգտագործել, ոնց կարա քննություն չտակ, բախտներս բերելա, մենք էլ ենք այդ պատերազմին մասնակցել, տենց կարում ենք դեմ առնենք, բայց նենց մեծ փորձություն է այդ ճանապարհին անցնել ու մաքուր մնալը։ Ու ես պարտադիր գնում եմ, որ այդ սենց ասած հարվածը, որը ամեն անգամ մի ձևի է լինում, պահեմ նաև ես ու այդ մեր որոշումը ընդհանուրի կարողանանք ամուր պահել, որը ռեալ փորձություն է, էլի, ոնց որ մի թեթև անունը կարանք իշխանություն դնենք կամ ինչ-որ լծակ ունեցող հայը հաջորդ օրվանից ընկնում է փորձությունների գիրկը իր հարազատների ձեռը, մյուս հայերի, ովքեր սովոր են փողով ինչ-որ հարցեր լուծել ու այդ փորձությունը պետք է հաղթահարվի։ Հինգշաբթի օրը այդ օրն է, շաբաթ կիրակի էլ հիմնականում մեծ հոսք է լինում ազատազեն ու էլի այդ ժամանակ այնտեղ անհրաժեշտ է մեկ ավել աշկ ու ես էլ մեր խորհրդից էլ մարդիկ էլի իրավ անդամներից, այսինքն ոչ աշխատակազմից ու մենց գործնա դա գալիս են փող լրացնելու, որ ասենք մի մարդ առաջի անգամ զենք առե օգնության կարիք ունի, մի մարդ երեխայի հետ է եկել ու որոշել է, որ երեխան թող կարակի ականջը սովորի ձենին, բայց մինուճար երեխան է էլի գոնե մի քանի հատ ունենային, մեկի հետ տես փորձեր անի։ Ես մեկը հարցնում եմ, ասում եմ ներեցեք դուք էլի տղա ունեք, ասենք, հա, ասում է երկուսն է մեծ ունեմ, մեկն է բանակում է, ասում եմ դե այդ դեպքում կարաք հանգիստ կողքը կարակեք, ոչ ինչ-որ ինքը վատ լսի, եթե մինուճար լներ ուրիշ բան, տես խնդալով հասկացնում եմ, որ պետք չի էլի։ Երեխային սխալ կրակացնելը նման է երեխային սխալ լողալ սովորացնելու մեթոդին են, որ բրդում են ջուրը, ասում են ինքը կսովորի ու տենց ասենք տարիներով վախեր է լինում երեխայի մոտ, նույնը կրակելն է էլի, այդ պայթունից ասենք կարա հետո փուչիկ պայթելուց երեխան վախենա, ոնց որ կարգով պետքա Ոնց եք դուք սովորացնում, որովհետև այնտեղ կա երեխաների համար նաև խաղահրապարակ, ընտանիքներով են գալիս, հենց քո երեխաներն էլ այնտեղ լինում են, իրենց մանկությունն այնտեղ անցնում, այդ մանկության եւ իրականության առերեսումը ոնց է տեղի ունենում ազատազրկում։ Դե մեր մանկությունն էլ է, հենց է նորմալ է, բոլոր մարդիկ ու մեծամասնությունը կարակելուց հաճույք են ստանում։ Երևի մի տոկոս չկա, որ դա չի սիրում կամ հրաժարվում է իրեն հասանելիք փամփուշտները մինչև վերջ կրակելուց։ Երեխաներին կախված տարիքից, ոնց որ փոքրերին, ասենք, օդամղի հրացանները, որ չվախենան, մեծերին արդեն կա ավելի, ասենք, կարճ ուսով զենք, որ իրեն հարմար լինի, ցածր, այդ հարվածը ցածր, մեծ զենքերը կարելի է խլացուցիչով կրակել, որ վեր չթռնեն, հետո անպայման պետք է իմանանք որերորդ անգամ է երեխան եկե վերածենք տոնի, որ ոնց որ մոտը սպասում առաջանա ու այդ ձևով կարա ինքը ընկնի այս հետաքրքիր աշխարհը, ոնց որ օրինակ ժամանակին ես եմ ընկել հորս ձեռով որսի գնալով։ Ես մինչև հիմա հիշում եմ այդ իմ համար տենց ինչ-որ գերբնական բաներ էլի։ Այսինքն կրակելու հանդեպ սեր է եկել, որս։ Դե հա, ես ինչ հիշում եմ, պապայի հետ գնում էինք որս էինք անում, իմ մի գրպանում լուցկիներ, մի գրպանում աղներ, տենց դանակ ինչ չէին տալի փոքր էի, որ որսում էինք, այդ որսը ես կդրտում էի, աղի անումը սկսում էի խորովել, այդ մրացերներով բան, ու տենց խորովելով սպասում էինք մինչև մյուս երամը կգա ու այդ բնությանը կապելու լավագույն ձևերից մեկն էր, այ տարբեր մարդիկ չէ, ինչ որ բնությունը պահպանելուց են խոսում, բնության մաս կազմելուց, բայց մեր նախապապերը, որ բնության մաս են եղել, բոլորը որս արել են հաստատ էլի ու առողջ որս անելը ոչ մի վատ բան իր մեջ չի պարունակում, ոնց որ ասենք քո կենթանիներին մորթես ուտես
մեկը ասի դու սպանող չես, դա բայց ասենք խոզերիք պահում ես, որ մորթես։ Մեզ երկիրն է, մեր մեծ երկիրն է, նույնիսկ ցանկապատ է ունի, չէ՞, տենց տեղ-տեղ քարիցա ցանկապատը, տեղ-տեղ փշալարիչ, տեղ-տեղ չկա, բայց ինչ որ սահմաններով մեր երկիրն է, ոնց որ մեր հողում կպահեին կենդանիներ, որոնք ձուկած էին, միս կտային, ծառը բերք կտար, էլի մեր անտառներն են, մերն են, որ հոգ տանենք, բուժենք, ես իմ հետևենք, որ ես իմ ինչան ժանտախտը գալիս է, դեմ կարանանք առնենք, այդ կենդանիների պոպուլյացիան միշտ տեղը տեղին կլինի։ Նույնիսկ այդ տիպի հաղորդում ունեմ, կոչվում է աշխարհի զինված հայերը, 6 հատ նկարել ենք, դրսից ընկեր ենք գտնում, որ հայ է, բայց մանկուց ընդեղ է ու զինվել է, հետը խոսում ենք իրենց երկրի օրենքներից, ասենք մի 50 տարի առաջ են։ Անենց հետաքրքիր լուծումներ ունեն, որ նույնիսկ օրինակ այսօր մեր օրենք ընդունողները դրան պատրաստ չեն, որ այդ լուծումները 10 կտան կհարամեն զենքի օրենքը, բայց մինչդեռ այդ իդեալական լուծում կլներ մի 40 հատ հարցի։ Ասենք իջես կովիդի ժամանակ, որ նշում էինք ուր ենք գնալու, նոր էինք գնում, անկախ դրա լավ ու վատ լինելուց։ Հիմա պատկերացրու զենքերի մասով ավելի շատ տեսակներ են թողում, նույնիսկ ատրճանակ են թողում, SS-ը սկսում են թողել, բայց մարդը հրաձգարան կամ որսի գնալուց նշում է։ Օրինակ Վրաստանում այդպես է, ու եթե չի նշում, հավասարվում է ապօրինի զենք տեղափոխելու։ Դե միանգամից փակվում է ապօրինի որսի գնալու հարցը, որտեվ չես կարող նշես, որ այդ մեզ քարայից խփելու, էլի։ Փակվում է զենքով ֆռալու հարցը, որովհետև չես կարող անընդհատ հրաձգարան գնաս, հրաձգարանում պետք է ստորագրես։ Հրաձգարանում ուզած չուզած կամերաներ պետք է լինեն, թե չէ լիցենզիա չեն տա, այսինքն եթե մեկին էլ այդ հրաձգարանը փդացը լինի կաշառվի իր տեղը գրանցի ստորագրի, կամերաներով կհաստատվի, որ չի եղել։ Այդ տեսակով միանգամից ապօրինի զենք կրելու վիճակները կամ մեքենայում պահելու կամ ապօրինի որսի գնալու ամբողջ հարցերը կփակվի։ Այդ դեպքում որ նախնդիրը որ Այդ դեպքում է նախնդիրը, որ կարան կիրառեն ում դեմ ոնց ուզես, օրինակ ինձ բռնել էին ապօրինի զենք ունենալու կասկածանքով։ Ինքը ոնց որ գործիք է, երբ որ առողջ հասարակություն է ու ինչ որ որոշողներ մյուսներին գերի չեն վերցրել, էլի։ Իսկ երբ որ մի քիչ անառողջ է, դա դառնում է վատ գործիք ում ուզես զինաթափելու։ Ասենք եթե հասարակությունը ու հանրությունը առողջ է լինում, հարցամոտներ առաջանում, որ լավ չի, որ 2 տարուց ավելա մեղրից գալիս են Երևան քննության, ինչ որ լուծում է տալի։ Մանավանդ որ համ առաջվա իշխանությունների, համ ներկա իշխանությունների օրոք եղել է հրաձգարանների զարգացման հայեցակարգ, որը տես թղթին մնացել է։ Այն 10 միլիոն ծառի հետ քույր գաղափարներ են, էլի կա ճանաչվե 25 թվին, դա կարևոր է, բայց թողած է։ Հիմա որ օրինակ այդ լուծումը պետությունը տար, ինչ որ մասնավորի հետ կամ ինքնուրույն ամեն մարզի հրաձգարանը սարքեր, ինչ որ լուծումներ ստեղծեր, ասենք բանակի փամփուշտներ մուծելուց, բերեր նաև այդ տարածված փամփուշտները մի 2 միլիոն հատ ավել ու խանութներին տար, լիմիտավորված է վերադիր գին թույլ տար, որ հասանելի դառնար մարզովելը, որտեղ բանակը որ միլիոններով առնում, լրիվ ուրիշ գնով առնում, լրիվ ուրիշ վիճակ կլներ, էլի ոնց որ 1-ին 3 մինչև կարար էժանանար։ Այդ դռներ կա, որ քաղաքացու ձեռը կամ ՀԿ-ի ձեռը չի կարա բացի։ Ինչքան է ուժեղ խփի ծավալներ կա, որ մենք չենք կարա դրան հասնենք, հա մենք չենք տասնապատկի ավելի ենք մեծացրել զուտ սպառումը մարզման մասով փամփուշտների բան, բայց չենք կարա ասենք 200 պատկենք էլի։ Իսկ բանակը 200 պատիկ ամեն տարի կիրառում է, ուժային կառույցները կիրառում են ու համատեղ լուծումները իդեալական լուծումներ կլինեն։ Սենց էլի լիքը դեռ բաներ կա, որ ոնց որ պատմում ես ափսոսոտ է գալիս է, օրինակ ապօրինի զենքերը կարելի է օրինականացնել տալ այդ մարդկանց ավտոմատ ռեժիմները անջատելով, որտեղ ոմանք հանցագործներ են, ոմանք էլի փաստացի հանցագործներ են, բայց իրանց խփած թշնամու զենքով են օրինակ ու օրենքը նույն ձևով է իրանց նայում, բայց հանրությունը ուրիշ ձևով է իրանց նայում, հանցագործի վրա օրինակ Հարարևանը կարա բան տա,
ոնց որ բողոք գրի, որ պահում է, բայց իրենց գյուղի կռված տղու վրա չի գրի։ Մինչդեռ այն նրան, որ ասես արի այդ զենքը դարձնենք օրինական քո վրա, եթե չհամաձայնվի, ավտոմատ ընկնում է հանցագործների ցուցակ։ Օրենքի Բայց դա տեսանկյունից չի հասկանալա տարբերակվում։ որ հասկանան կկարանան, կանչեն, ասեն տուր օրինականացնենք այդ տանք։ Դրա մասով էլ համ բացատրական վիդեո եմ նկարել, համ ամբողջ ցիկլը պատկերացնում եմ, միշտեր դա չեն անում, արդյունքում ամեն սպանությունը հերթական ինչ-որ նոր հետաքրքիր զենքով ալնում, որտեվ պատերազմից լիքը ավելացել է։ Մի խոսքով այս մասը թող իրենք չնայեն են կովիդի լուծումով զենքով ֆռալ, թող այնով որ կարար փոխեր չնայի, որտեվ իրենց խելքի բանը չի կտան կհարամեն օրենքը էլի, իրենց կփոխանցեք։ Ինձ ուզում եմ մի քիչ գանք քո արմատներին։ Ես գիտեմ, որ քո տատիկի հայրը եղել է Անդրանիկի հարյուրապետերից։ Ինչ գիտես իր մասին ու ինչ պատմություններ կան։ Դասական ասում եմ հայկական պատմություն է, ոնց են մեր բոլոր կինոները նկարած պատերազմի մասին, ոչ միտեղ չկա, որ մեկը մանկուց երազում էր զինվորական դառնալ, գնաց նորմալ կռվեց, մոտավոր իմ մոտ էլ է տենց եղել, որ ճիշտն ասեմ, պապիկին շարում եմ, որ կրակեն Եղեռնի ժամանակ, այդ կրակելուց ողջ ամնում Այսինքն ձեր արմատները արևմտյան Հայաստանից է։ Հորս մոր կողմի։ Ինք գիտակցում է, ես մեղք ենք մենք, որ այսօրն ենք ասել, այդ կրակելուց են, որ Եղեռնի մասին կինոներում 3 հոգի սաղ է մնում, մեկը ինքն ալնում, գալի դառնում է զինվոր, աճում, մինչև հարյուրապետ աճում։ Հետո գալիս է, սկսում է ապրել Կոնդում, հարևանը լինում է արդեն հորս հոր կողմը, որը միշտ է տեղ ապրած լինում, տենց 200 տարի առաջ է, 300 տարի, ու տենց հարևանի երեխեքը իրար տենում, ամուսնանում են, ծնվում է պապան ապրում է Կոնդում մինչև 7 տարեկանը, հիմա այնտեղ որտեղ եղել է այդ տունը կառավարական ամառանոցներն են։ Մեր տունն են ապրում էլի, այդ իշխան մեր ճակատագրով խաղացող վատտպեր կան, դրանք հենց հիմա մեր հորս տունն են ապրում են, որ ու միֆիչեսկի չէ էլի, հենց այդ ծնված հորս տունն է։ Եթե կասկածում են արխիվներում այդ տվյալները կա, նույնիսկ ժամանակին Լուսահոգի հոպարս փորձել է գտնի ինչ-որ սենց բան ման։ Տունը վաճառել տեղափոխվել եք, թե վերցրել են։ Հյուսիսային Բողոկա են արել, սովետի ժամանակ չէր կարող վաճառել տեղափոխվի։ Տենց կարային խլեին, կարային չխլեին։ Վերցրել են լիքը բան բնակարաններ են տվել։ Տենց դե չէր կարող էլի չէ ասեի մի։ Արմատներից երևի այդքանը, բայց բանա Իմ մոտ էլ է մոտավոր տենց եղել, ես չգիտեմ այդ հայկական ձևն է թե ոնց, ես կուզեի տենց չլներ, կուզեի մեր հերոսները սկզբից որոշացել էին զինվորական դառնային, կինոյի հերոսներն են, կյանքի հերոսներն են, ոչ թե մեկը ասենք մի վախեցիր ֆիլմում ոնց էր, ինչ որ ստեի խուժանների հետ կռվելուց ու ոստիկաններից փախավ պատերազմ, այն մյուս ֆիլմը, որ այս վերջերս հարթակներից հանել էին։ Կյանք ու կռիվ։ Այդտեղ էլ պապունինա դու գնաց, ինչ որ սովորական, որ դե եկել է կռվի ժամը, եթանք կռվենք չի եղել էլի։ Դե հա։ Հետի վատ է, բայց բնական է, երևի։ Չէ, բնական կլինի, այս իրավիճակում ապրող հայերը գիտակցեն, որ պետք է ուժեղ լինել, օրն է որ գա, ոնց է հիմա ցուրտ է եկել, ակերը փոխում են, չէ՞։ Տենց օրը գա այդան պաշտպանելու։ Օրինակ իմ մոտ 20 թվին մեկին մեկ տենց է եղել, բայց 16 թվին եղել է այն ջարդերի տարբերակով էլի, մի քիչ ուրիշ, որ բանը ոնց որ ընկերոջս փոքր եղբայրը զինվոր էր ու անձ պաշտպանելու համար համել ես գնացի էլի ոնց որ որտեվ եղել էր դեպք, որ իրան պաշտպանել է օրինակ փողոցում է։ Ու ոնց որ մեր փոքր աղբերը գրվի մեջ հանգի այդան լոգիկայով գնացի, տեսա մեր Արցախն է ափսոսաբան, չնայած էլի գնացել, բայց հենց ընդուց վերադառնալուց հա լրիվ ուրիշ մտքերով հետ եկա էլի ոնց որ էդի մերն է, պետքա պաշտպանենք, ուզում են խլեն։ Դուր գնացել էի փոքր աղբորը պաշտպանելու մեր էլի։
Իսկ 20-ին արդեն պարապած եւ գիտե ինչ պետք է արվի, ծերս բաց էր, դրա պատճառով ոնց որ ինձ վստահվեց մարդկանց հրամանատարություն, մաքսիմալ ինչ կարացա արեցի, այդ ժամանակ էլի փորձի բավական բաց ունեինք։ Այ մի քիչ խոսենք, հա, հենց 44-օրյա պատերազմից։ Մենք գիտենք փախնելը շանտողությունն է, դրա համար ասում եմ թաղավարտը մնաց հայկական, բայց դա տեղ կար, որ ճիշտ էր նահանջել բան էլի, ոնց որ շատ անփորձ էինք այդ ժամանակ։ Հիմա որ այն մարտիկ ում ինձ հետ պարապում ենք բան ընկերները մեր, ոնց որ այդ մարդկանցով ընդեղ լինեինք, պատերազմի ձևը չէինք փոխի, բայց այդ տարածքում լրիվ ուրիշ իրականություն կլներ էլի։ Ինչ իրականություն։ Դե օրինակ այն ժամանակ ես ջերմատեսիլը ձգել էի զենքիս վրա, դա հերոսություն էր համարվում, մի 50 հոգի տենց մարդ ես եմ ճանաչում, մի 3-4 հատ է տունը ինչ ջերմատեսիլ ունեն, որով չունենա իրան տամ։ Դա մենակ ջերմատեսիլների օրինակն եմ ասում էլի։ Ու շատ քչերի սա բախտ վիճակվե թշնամի խփել, ես խփել եմ ջերմատեսիլով եմ խփել։ Ոնց որ դա մի հատ փուճուր կետ էր էլի։ Զենքերի մասով հիշում եմ թշնամուն 1200 մետրի վրա տեսնում էինք, հրամանատարը չէր թողում խփենք, որտեվ դա մեր համար լավ հեռու դիստանցիա էր։ Մեկա չեք կպնի, հետո կփախնի, ես կանի, ենկանի տեղներս կմատնենք։ Հիմա ինչ որ ընթացիկ փորձ է լինում, որ պետք է անենք, ասենք ջերմատեսիլի արտադրության մասով մի հատ ընկերության հետ փորձին ջերմատեսիլով ենք 1200 խփում ու կպնում ենք ու ես իմ 1000 արդեն մեր թիմակիցները գլուխային թիրախ խփելու վրա են աշխատում ու տասնյակ մարդիկ կան կարում են մակարդակով տասնյակ անգամներ ուժեղ ենք էլի այն վաղտ բալիստիկ հաշվիչը չգիտեի ինչա 22 թվին բալիստիկ հաշվիչը գիտեի ինչա ռուսական է օգտագործում հիմա սարքել ենք մեր բալիստիկ հաշվիչը ոնց որ այդ հրաձգային մասով կամ մոբի մասով աննախադեպ առաջընթաց ունենք։ Իսկ ինչ ես կարծում այս պատրաստվածությամբ եթե լինեիք այնտեղ ինչը կփոխվեր։ Ասում եմ երևի մեզնից շատ մարդ կպակասեր ավելի, որտեվ ավելի հանդուգն բաներ կանենք, բայց 300-400 հոգով չլնող բան է էլի։ Ոնց որ են որ բակում կռիվ են անում, բոլորը փախնում են, չփախնողը շատացեց ուտում, այդպես պատմություն կլներ։ Հայաստանը շանս ունի միայն եթե համապարփակ անվտանգային համակարգին անցնի, այսինքն երբ որ մի հատ մկանն ես լավ ուժեղացնում, ավելի շատ մուտանտի ես նմանվում, քան թե ավելի ուժեղ ես դառնում։ Հիմա պետք է լինի ոնց որ անընդհատ եկող փոխարինող մոբը ավելի որակյալ լինի։ Ոչ թե դուք ինչ որ ընտրյալ 200 հոգի ունենաք։ Հիմա մենք օրինակ վատ բան ենք անում, ինչքան մեր խելքի մարդ կա մագնիսով հավաքում ենք ու քանի դեռ համընդհանուր փոփոխություն չկա, կոնկրետ այդ անհատների կռիվ գնալ հետ չգալու շանսը հանում ենք վերև։ Որտեվ իրենք եթալու են անկախ իրենց կամքից կամ իրենց կամքով ավելի դժվար բաներ անեն, որտեվ իրենց տեսքից բռնած ուրիշ է, իրենք իրենց զրահն ունեն, սաղավարտն ունեն, զենքն ունեն, տասնյակ մարդիկ։ Իսկ այդ մարդկանց ոնց որ չվնասելու միակ ձևը այս մեր արած գործը համապարփակ ձևի դարձնելն է, ինչին մենք հավատում ենք, որտեղ դե չհավատայինք, իրոք իմ վրան ազդում ամեն մեր խելքի մարդու մեր ջրերը գցելը, ոնց որ այդ մարդու կյանքի հետ խաղալու ինչ որ փորձ լինի այս իրականություն։ Բայց մենք բոլորով ունենք հավատ, որ sense մի հատ կետից sense բրթվելու է ֆռա ու լրիվ ուրիշ ձև լինի, էլի դառնա այդ ամեն ինչը նորմալ։ Ինչ է պատերազմը քեզ տվել ու ինչ ես կորցրել պատերազմում։ Պատերազմը ասում եմ, որ իմանայի հաստատում տանենք հետ կգա, ում սիրում եմ սաղին կտանեի հետս։ Ինքը օգնում է գնահատել կյանքը այնպես ինչպես կա ու այն մարդկանց սովորական կամ կիսադժվար կյանքը ինչի իրանք զգում են մեր համար տոնը։ Մեր համար ամեն օրը պատերազմից եկած մարդկանց հավես է յուրահատուկ է, ասենք երեխուն դպրոց տանելն էլ է յուրահատուկ, ընկերների հետ շփվելն էլ է յուրահատուկ,
որ չեն ռմբակոծում արդեն լավ է, էլի, որ -2000-ը տենում ես, 0-ն բավականին վերև է երևում։ Իսկ գործը նմա այդ հումոր կա է, որ ասում է պետք է փողը ընտրեի, կարգին հաղորդում է, այդքան բան իմանալը չգիտեմ, լավ է, վատ է, տեսածները, քոպես քեզնից էլ որակով մարդկանց կորուստները, որ մահին մոտիկից տենում ես, ես որ Մահը ոնց ես տեսել մոտիկից, ինչ էր դե քո համար այսինքն մահը, մեր սենց ընկալման։ շփվում ես, մյուս օրը չկա մարդը, կամ այդ օրը օրվա կեսին չկա, հասկանում ես, որ ոնց որ փորձությունը կամ դու ես ելնում այդ դիրքում, մյուս օրը դու գնում ես ուրիշ տեղ, դու դիրքի վրա ռումբ են գցում, ինչ-որ ոնց որ հավանականության դաղալ խաղ լինի, որը չես է ջոգում, լավը քեզ շրջանցի, չշրջանցի, սենց բան է, էլի, ինչքան է փորձառու լինես, հավանականության խաղապատերազմը, պրոստը այդ հավանականությունը դու անընդհատ փոքրացնում ես, մարզվելով, զինվելով, խելոքանալով, թշնամունը մեծացնում ես, բայց հավանականությունը չի վերանում երբեք։ Կարա ասենք վատ թռած հրթիռի դետալն են գնի վրեց սպանի, էլի։ Ու այդ հավանականության խաղը այտենց ոնց որ անարդար խաղ է, էլի չես հասկանում։ Ոչ մի կանոն չկա, որ եթե 40 տարի մաքսիմալ մարդավարի ապրես, այդ նշանակում է քո հավանականությունը ուրիշ կլինի, ինչ-որ հիմար խաղ է, այդ խաղը բոլոր դարերում եղել է, էդի երևի գինն է ազատ ապրելու, հիմա ինչքան է փնով ենք, բողոքենք, մենք ազատ ապրում ենք իրար հետ։ Կա օրինակ մեր ցեղասպանության հարց չէ, որը կարող մենք քննարկենք, այս անենք, նույն չեչենները չեն կարող այդ հարցը քննարկեն, որ իրենց բոլորին լցել են վագոնները, տարել են, որտեվ Ռուսաստանի մեջ են։ Անկախությունը քանի գնա, ոնց որ պետք է աշխատենք ուժեղացնենք, էդի լավագույն ապրելու ձևն է ազգի։ Ինչքան էլ ինչից է փնովենք, մենք մի 100 կիլոմետր առաջ ենք, էլի, այդ նման է ընտանիքին, որ ասենք բանը սպասք լվալու մեքենան փչացել է, ասում են լավ չի, բայց մի հատ ուրիշ ընտանիք ընդհանրապես սպասք չունի, էլի, որ մի հատ է լվա։ Հիմա անկախությունը իր թերություններով, մանր խնդիրներով, որը բոլոր ազգերը ունեն, շատ թանկ է ու ափսոս է հետը խաղեր տալ ու դրա համար պետք է կարողանաս էդի զենքով պաշտպանես, ասենք հասարակ մեկ մարդը կյանքի կեսը դնում է հիպոթեկ փակելու գործին մի հատ, ասենք 500 քառակուսի տան համար, մի ամբողջ հայրենիքի համար ինչքան հոգի արժի դնել, չէ՞ կամ մեր բանը, որ տնտեսությունը չկանգնի, մենք ամեն օր ավտո ենք քշում, օրը մի հոգի է սպանում ենք, այն հաղորդման սկզբին խոսացած Արնովի մեթոդներով առած վարորդականների պատճառով նաև, բայց բանը չենք փակում, չէ՞, երթևեկությունը չենք փակում։ Քանի գնում է ավելի աննասուն վթարներ են լինում կասկադյորական, ճիշտ է։ Լուծում գտնող պատասխանատուներից հələ ոչ մեկ չեմ տեսել դատվի կամ լուծումը գտնի, քանի գնում է քաղաքը ավելի անտանելի է դառնում երթևեկության մասով, բայց մեկը բոլորը ավտո քշում են։ Եթե տենց կոպիտ ասենք, գինն է այդ տնտեսության լինելու կյանքով փակվում ենք, էլի, չէ՞։ Փաստացի։ Հիմա որ ոտով էթան կդանդաղի տնտեսությունը սովորես չենք որոշում։ Հիմա հայրենիք ունենալու գինն էլ հենց տղեկն են վճարում։ Եթե ընդհանուր փնթի ենք կազմակերպում, շատ տղեկ են վճարում։ Էլ ավելի փնթի ենք վճարում, ելնում է այդ ցեղասպանություն գաղ։ Ցեղասպանությունը ելնում է ցեղասպանվողների հետ միայն, ովքեր համաձայն են դրան, թուլանում են, հանձնվում են։ Գերիները 98% դեպքերում ընկնում են իրանց գիտակցությամբ, մի հատուկ են դեպքերը, որ ուշ կգնացած կանտանեն բուժեն, էլի։ Հիմա նույնն էլ բան է, պետք է գիտակցենք, որ այս տարածաշրջանում այս հարևանների հետ կամ ելնելու ենք ուժեղ, կամ ելնելու ենք տենց բան, ճղճի մեղք, էլի, լղճած ու քանի գնա այդ լղճը ավելանալու է, որտեվ թշնամիները այդ հակումը ունեն։ Մենք չգիտեմ հիմա խի ենք ինչ որ հակառակ խաղաղության քարոզով այդ գործին վնասում է բավական։ Խաղաղության ուզելը մի բան է, բայց թևաթափ լինել հանձնվելով խաղաղությունը ուրիշ բան է, էլի։
Փաստացի կա չէ այդ կադրերը, որ էլի նրանց թունավորում են, ինչ որ նոր թեզեր են բերել, որը արդեն ամբողջ Հայաստանը հարամելու մասին է, այդ թեզերին գալու են, սենց տենց պլաններ, օրինակ մենք մեր ՀԿ-ով 5-10 տարվա պլան ունենք, բαίνει մի ամբողջ երկիր է, պատկերացեք 30 տարվա պլան դնի ինչեր կարող անի, ու բանը դրել է, երևացողը նես չի, որ թաքուն տակից է էլի կրթում, իսկ մենք ոչ տակից ենք նորմալ ուժեղ անում, ոչ էլ հանրային, ու էդի վերջը միտը ճակա տալու էլի թանկ գին վճարելու գործ բացվի։ Դուք արդեն 4 տարի է, չէ, որ հիմնել եք Ազատազենը։ Քիչ ավել, հա։ Ու փաստացի 800-ից ավել գրանցված անդամ ունեք։ 1000 պլյուս է, եթե չեմ սխալվում, հա, ընտիր, շատ լավ։ 100 լիրավ ու 900 պլյուս աջակից, այս վերջերս օրեր առաջ աջակիցների միջոցառում ունեցանք, բարբերաբար ունենում ենք, այդ մարդիկ ապրացնում են, ոնց որ մենք սարքել ենք հոգեթերապիայի կենտրոն, որտեղ մեր նմանների հետ հավատում ենք, որ կա այս տիպի Հայաստան, մեր Հայաստանը սա է, ովքեր այս հայացքներն ունեն, դեմքերով էլ են նման մեր մոտիկող մարդիկ, հայացքներով է, ընտանիքի ձևերով է, նոր մարդիկ էին շատացել, իրանք իրանց ընկերներին են բերում, աջակիցները դառնում են լիրա, ու տենց գլորվում է, ամեն ինչ անում ենք իրական ՀԿ, որ ինքը մնա, հիմա ունենք 3-րդ ընտրված նախագահը մեր Սպարտակը, Սպարտակ ջան բարով կառավարես, բանը, ու տենց քայլ մեր անելունը անում ենք, դա մեզ ապրեցնող գործն է, անկախ ուրիշ ինչով կզբաղվենք, դա մեր սիրած բանն է, որ սենց տենց անելու ենք, վաղը միսօր ինչքան է ուժեղ լինեմ կամ ուժեղ գործի լինեմ կամ ուժեղ հարցեր լուծելուց լինեմ, ինձ Ազատազենում հաստատ տեսնելու են, դրա լավ օրինակ կարա լինի բանը, քաղաքապետարանի սպորտի վարչության ղեկավար Արսենը, ում հետ միասին մրցում ենք արել, գնացինք այն օրը այն բանի հմշամարտի դալիճը, որտեղ ինքն էր պարապում, ու մինչև հիմա է թեմայի մեջ է, ասենք ինքը լիքը ուրիշ զբաղվածություններ ունի, լրիվ նորմալ կլներ թողեր, բայց չի թողում, ինքը այդ իր կյանքի մասն է, ոնց որ ասացի, ես քո Ազատազենն է, էլի, ու տենց երևում էր, էլի, սերունդները իրար փոխող մեծերը փոքրերին էին նայում, միջինները մեծերին, սենց այնտեղ ձեռով ճիշտ իրար բարև տալու, հաջող տալու կուլտուրակար բոլորը գիտեն, շատ հավես էր։ Այդ Ազատազենն էլ հենց այն տեղն է, որտեղ մենք պետքա գնանք, մեր ձեռը բաց պահենք, այդ մեզ առողջ է պահում, զգոն է պահում, անկախ ուրիշ բաների, օրինակ կարաս մարզասրահ չգնաս, ես չանես, Ազատազենում գաս շաբաթ կիրակի այնքան այդ դիքերը հելնես իջնես պարապես, անկախ քեզնից համ փորը տա նստում, համ մկանները տեն գալի տեղը։ Այ Ազատազենի ֆենոմենը որն է, ովքեր եղել են կփաստեն, ու ես էլ այդ մի հատ յուրահատուկ մթնոլորտ կա այնտեղ, որտեղ մենք ոնց որ գտնենք այն ինչը մեզ պակասում էր։ Ու դա միայն կրակելու մասին չի, այն սերուցքային մարդիկ, ովքեր հավաքվում են, լրիվ ուրիշ միջավայր է, ոնց որ դու վերադառնում ես քո արմատներին այդտեղ, ու հենց Ազատազենի այդ հեղափոխական բանը, հա, մեր մշակույթում ինքը նորություն էր, փոքրիկ հրաձգարաններ կային, չգիտեմ, տարբեր ժամանցի տեսանկյունից տեղեր կային, որ մարդիկ գնում էին դիր գրակելու եւ այլն, բայց Ազատազենը մեզ մի տեսակ շատ մոտեցրեց մեզ։ Գիտես ոնց է, իր ամենալավ կտորը որ եղել է, իսկական հանրային կառույց լինելն է, անկախ իր կրակելու մասից կամ մյուս մասից, մեծ մասին դա է դուր գալի, ավելին ասեմ, ամեն մեկը իր պատկերացրած Ազատազենն ունի, նույնիսկ երբ որ մենք ունենք մեր ռազմավարությունը, տեսլական ամեն ինչը սահմանած ունենք, բայց մեկը ամեն մարդ իր սրտի պատկերացումով ունի Ազատազենը, որը որոշ դեպքերում նույնիսկ ճաքերի է բերում, այսինքն մարդիկ նայում են, ասում են դե համայնքով մարդավարի գործ կարում եք անեք, երկիրը խելքել բերելու գործն էլ է համայնքով անելու գործ, բայց էլ դե հենա համայնք եկխի չենք անում, ես էլ եմ այդ համայնքից, կամ նույնը մենք
մինչև 23 թիվը մարզվում էինք ու ոնց որ որոշում ունեինք, որ այդ խորը մարզվողներով իրար հետ պատերազմ պետքա գնանք, 23 թիվը եկավ, այդ մարդիկ ասում էին դե արի գնացինք, բայց մեզ չէին թողում ու այդ տենց դղկոց էր էլի, ոնց որ էլ դրանից հետո այդ պայմանը չենք է փորձում կապենք, որտեվ կարող է բոլորով ուզենք չկարանանք գնանք փաստացի։ Սենց ոնց որ բախում իրականության հետ է բերում ու Ազատազենը կարա տենց լավ օրինակ լինի, ամբողջ երկրի մասշտաբով մոբ ռեսուրս փոխող գործիք լինի, համայնքի լավագույն օրինակ լինի, մեր լավ զգալու տեղ լինի, բայց երկրի մասշտաբի հարցերը Ազատազենով չի որ պետք է լուծվեն, կարող է Ազատազենից ելած մարդկանցով լուծվեն կամ մոդելը կիրառելով լուծվեն, մենք օրինակ ԱՏԶՄ-ի մոդելով ենք մեր ՀԿ-ն սարքել, բայց հետո էական փոփոխել ենք, բայց հենց այդ հույսերի խառը լարերով կապելու հետևանքները լավը չեն էլի, իսկ դա էլ առաջանում է նրանից, որ նորմալ հույս տնելու շատ մի բան չի մնացել ու որտեղ մի քիչ առողջություն են տենում, ամեն ինչի հույսն են հետը կապում էլի, ոնց որ ոնց ասենք ծնողներին կորցրած երեխա լինի, ինչ որ մի հատ բարի մարդ մի թեթև օգնի, հոր աշկով նայի մի անգամից էլի, չէ, բայց դա ընդամենը մի հատ բարի մարդ է, հերա, հիմա երկրի հարցերը ուրիշ չէ պետք է լուծվի, ինչ որ ընկերություն չի լուծելու, ինչ որ օլիգարխ չի լուծելու, ինչ որ ՀԿ չի լուծելու, էլի դա ուրիշ չէ պետք է լուծվի ու այդ կառույցներին անձանց կամ ինչ որ մտքերին, երբ որ տենց տակից վրդում ես, ասում ես գնա լուծի, հիմնականում վերջում բրթելու ես գցես ներքև, համ այդ գործիքը ջարդես Ազատազեն անունով, համ մարդկանց ջարդես, այն երկիրի մասշտաբի հարցերը դրա որոշումը ունեցած կառույցը պետք է սահմանվի ու ասվի, որ այս սրա համար է ու դա կարևոր է, օրինակ նայեք մեր մոտ կան կառույցներ, թեկուզ կարանք Ազատազենին նմանություն նորովետ անենք, որ երբ իշխանությունը փոխվել է, կառույցի ղեկավարն էլ է փոխվել, այսինքն ինչ որ լարով կապած գործիք վիճակներ է դառնում էլի, մինչդեռ այս ամենը անհրաժեշտ է անկախ ոնց որ դպրոցը էլի, չէ, դպրոցները չպետք չէ վատը դառնան, դպրոցներն էլ հարամած, ինչ որ տնօրենները չգիտես խի իշխանափոխություններից հետո ավելի հաճախ են փոխվում, բայց դες պետք չլինի դպրոցը, բոլոր մարդկանց դպրոցը պետք է լինի, բոլոր մարդկանց երեխեքի դպրոցը պետք է լինի, այդ կառույցներն են ու մենք կարում ենք այդ կանոնը պահենք, Ազատազենում ոչ մի միջադեպ թու չի եղել երկու անձի մեջ, որ կեսկրան բռնության կվերածվի։ Ոնց եք կարողանում պահել, սկզբում էլ խոսեցինք, որ շատ բարդ է մաքուր մնալը, հատկապես ամենատարբեր մարդկանց գնալ գալով, հատկապես զենքի հետ գործ ունենալու մասին։ Բանը փող լրացնելով լավագույն ձևն է, օրինակ եթե մենակ ինձնից կախված լիներ, ինչ որ պորտկումների էպիզոդներից հետո հաստատ շատ վատ էր եղել էլի, եթե մենակ մյուսից կախված լիներ, կարող է ինչ որ դանդաղ զարգանալ։ Դիվերսիֆիկացիա եք։ Չէ, իրար ձեռք կարում ենք բռնենք, մենք իրար հետ ազնիվ ենք ու ոնց որ այդ խորհրդի որոշումները իրական խորհրդի են, համայնքի որոշումները իրական համայնքի են ու չի կարա դա դառնա մեկի կմահաճույքների գործիքը ու միայն դա պահելով է։ Նորմալ աշխատելով։ Նորմալ աշխատելը բոլորով որ անում ես, բայց մեկն է որոշում, այդ մեկի շեղվելը ամբողջի վրա միանգամից արտահայտվում է, էլի։ Ու օրինակ դրա օրինակներն են, որ ինչ որ թույն ընկերություն է, ես իմ բանը ղեկավար ինչ որ խնդիրներ ա ունենում, ընտանեկան կամ ընկերական կամ առողջական ու այդ ընկերությունը հարանվում է։ Հիմա մեր մոտ էլ ոնց որ այս վերջի տարիները հա մարդ կարար էլ հոգեբանական խնդիրներ ունենալ, էլ առողջական ոնց որ նորմայից շատ ծանր էին ու եթե չլներ այդ իրար փող լրացնելու ինստիտուտը, բան կլներ հակակշիռների։ Մենք վերստուգող մարմին ունենք, անվանակարգային խորհուրդ ունենք, աշխատակազմ ունենք, ամեն մեկը իր քաշերն ունեն, իր պատասխանատվության տիրույթներն ունեն, մեկը մյուսին փող լրացնող են, էլի ու իրական պահում ենք։
տես լավ կլներ պետությունում էլ լիներ, որտեվ հենց ամենակառավարողների համար տես լավ կլներ, այն վիճակը, որ դու ես որոշում եւ վերջ, ամեն ձևի քեզ փչացնում, որ ամենօրյա ռեժիմով է քեզ փչացնում, երբ որ դու որոշես, որ մեկի քննությունը կպեչատես ամբողջ թիմդ մարսի, շատ ավելի հեշտ է դառնում այդ պեչատելը։ Բիզնեսում էլ այդ չէ տենց-տենցնեն։ Երբ որ դու կարողանում ես պատվիրակել, շատ ավելի համաչափ ու արագ աճում ընկերությունը, քան երբ որ ամեն ինչ կախված է քո որոշումից։ Բայց նաև պետք է bottleneck կոչվածը կա, հա, ինչքան էլ լայն մեծ բաներ ունենաս անելու, եթե վերջում այդ շշի նեղ հատվածը մեկ անձն է իրանից կախված, արդեն սպասում են անելիքները, թասքերը, հնարավորությունները դանդաղ են գնում։ Ինքը ինչ ասես, հետը կարող է լինել, կրա վթարի մեջ ընկնի, սա հաշվարկը փչանի։ Հա։ Դա կարևոր է, այդ օրինակ նույն բանը, անկախ մեր վերաբերմունքից, կուսակցությունների մասով մեջներից դաշնակցությունն է, որ վաղուց տենց հստակ գլուխ չունեցող է, կառույցների մասով մի քանիսը կան հասարակական, այդ ինստիտուտը, այդ կուլտուրան պետք է շատանա, ավելի իրականանա, որ բան անենք, այս ասածս դաշնակցության գոված բաբշե չդիտեք էլի, բանա, ուղղակի ոնց որ փաստա արձանագրում է, պետք է մենք սովորենք առողջ թիմերի մշակույթին ու պետք է բան անենք, շատ վատ վերաբերվենք բոլոր այն դրսևորումներին, որ մենակ կառույցա, տեսակով ՀԿ-ա, այդ ենթադրում է, որ պետք է թիմային լինի, բայց փաստացի տեր ունի, ուղղակի թղթերով ՀԿ հարմար է եղել, կամ նույնը կուսակցությունը, ասենք, պետք է այնպես լինի Հայաստանում, որ եթե մի հատ թիմային կառույցի գաղափարա, ոչ մեկ չկարանա անհատապես դա քշի, որտեվ դա մեկը կիրառում է գրանտների համար, մեկը կիրառում է իր բիզնեսի պաշտպանման օրիգալ դառնալու համար, արդյունքը սենց է։ Դե մենք մեր օրինակը մաքսիմալ ցույց ենք տալի, լավացնում ենք օրորի, հուսամ վարակիչ կլինի։ Եթե ՀԿ բացելու գործեր կլինեն, մի 4 անգամ այդ հարցով դիմել ենք, կկապեմ մեր ընկերոջ հետ, ինչև էլ այս մտքերը անհատապես ավելի խորացված ձեզ կասեմ, կարող եք դիմել, ես էլ ձեր պես ժամանակին գիտեի ՀԿ բացում են գրանտ ուտելու համար, ինչև բացեցինք ազատազեն։ Հա իրոք դες գիտեի, ասում մի տղեկ պես դուք չեք ասում, գիտեի կատակ են հետս անում։ Որտեվ մինչև շատ ահավոր է, բոլորիս մոտ այդ ընկալումները եղել են ու դրանք իրականության հետևանք, հա։ Ու վրա ես կասկածում լավ չի, որ տենց է, մենք հիմա արյունով պատասխան ենք տվել մեր այդ աշկաչափությունների համար, հիմա ոնց է, երկու ստանալով պատասխան ենք տալի ամառվային արձակուրդներին հանձնարարությունները չանելու համար, չէ, ես իմ տան կորուստով պատասխան կտաս այդ հիպոթեկա չտալու համար, իսկ եղբայրների կորուստով, հայրենիքի կորուստով պատասխան ես տալի հաղթանակից հետո էդի փնթի մսխելու համար ու հիմի էլ օրինակ եթե նայեք մեր վարքին ինչ որ մի օր պետք է պատասխան տանք այս վարքի համար ինչ վարք ունենք հիմա շատ անկապ իմ կարծիքով լիքը բան նորմալ չի Հայաստանում հեչ նորմալ չի էլի նույն եկեղեցու մասով կատարվելիք դեպքերը փաստացի քաղբանտարկյալների դեպքերը որ Էդի պետք է ասվի էլի, ես իմ հավեսի համար մարդ եմ բռնում։ Սկզբից իմ պեսների վրա փորձեցին։ Եթե կպատմես, այդ բանի սրբազան պայքարի ժամանակ էր, չէ՞, մի քանի ընկերներով ցավ եմ ապրել ես այն ոստիկանների համար, հետո բայց մասի հետ ընկերացել ենք, եկե մեր մոտ մարզվել են, գնացել իրանց ատեստացիայի քննություններն են ստացել, ընդ որում ամենաբարձրից ամենացածր օղակ այդ բաժնի։ Նեղվել եմ, որ իմ տարիքակից տղերքը աղջիկ չկար հստակ իմանալով որովհետև ոչ մի անելու բան չկա հանցագործության հետ կապված ոնց որ որպես գործիք էին ծառայում իրանց համար եմ նեղվել ինձ 3 օր հանգստացա որ հետո եկե բոլորը ասում էին կազդրվել ես չաղացել ես ոնց որ այդ ռեժիմի անցնելու մեթոդներ կա էլի եթե դու գիտես 3 օրա եւ վերջ կարաս այդ 3 օրը լավագույնս կիրառես կարաս տանջվես 3 օր ինչ եք արել դուք այդ 3 օրերին հանգստացել եմ քնել եմ խորը
բանտից մարդիկ բերեցին, իրանց հետ ճպվեցի, իմացա ոնց է հիմա բանտերում իրականությունը։ Ուրիշ է իրական, ավելի ուրիշ է, թե լավ, թե վատ կողմեր ունի, լավն է նա, որ հերթով չեն քնում։ Ու այդ ժամանակ ով եկավ, ասեց, որ հերթով չեն քնե, էլի, այսինքն ինչքան տեղ կար, այդքան մարդեր կամ պակաս էր, ինչը 10 տարի առաջ вообще տենց չէր։ Լինում էր, որ շատ մարդիկ էին լինում, քիչ հանգող։ Այդ 3 օրից դուրս եկա հանգստացած, վերագնահատած ամեն ինչը, որ այն ինչը մի թեթև սովորական էր դառել, նոր որ պատմում էի, օրինակ երեխայիդ գրկելը միշտ շատ հավես է, որ 3 օր չեն թողում գրկես, 10 անգամ հավեսանում է, ու բոլոր մարդկանց խորհուրդ կտամ պայմանով, եթե հաստատ 3 օր ատևելու այդ փորձությունով անցնեն ամեն տարի։ Չէ, ես օրինակ հիմա էլ եմ համաձայն, բայց հիմա համը հանում են, ստից բաներով 2-3 ամսով են տանում, այդտեղ ամբողջ կյանքդ քանդվում է, էլի, եթե նման արցակուրտին 2 ամիս բացակայությունը լիքը բաներ է փոխում, էլի, իրականությունը շատ վատ է, ու ինչ որ խոսքի համար տենց վարվելը կամ մի խոսքով էլի քաղբանտարկելը իրանք ինձնից լավ գիտեմ որն է, ու իրանք էլ շատերը քաղբանտարկյալ եղել են, հեչ լավ չի, որ Հայաստանում կա քաղբանտարկյալ, նույնիսկ եթե այդ մարդկանց ես անձամբ вообще չեմ սիրում։ Այդ բանը, այդ կծնի նոր քաղբանտարկյալներ իշխանություն փոխվելուց հետո էլի նոր ոչ փդած մտնոլորտ կլինի, էլի, մենք պետք է սովորենք իրար հետ մարդավարի ապրել, որտեղ թշնամուի օրենքումից նայում է, դες լիքը հայեր են երևում, ինչ որ X կամ Y հայեր չեն երևում, էլի, նույն հավեսով մեզ բոլորիս կխփեն։ Մոտավոր նույն լավ։ Գանք Ազատազենի մի քիչ համով պատմություններին, ինչ լավ բաներ են տեղի ունենում այնտեղ, գիտեմ, որ օրինակ լիքը կանայք են գալիս նաև մարզվելու, ցավոք զոհված տղաների ընտանիքներից կանայք երեխաներ են գալիս, բայց մի տեսակ ջերմ ու շատ նաև լուսավոր կետի է բերել, հա։ Առաջ եթե չկային անգամ շատ քիչ ու պատմական բաներից գիտեինք մարզվող կանանց մասին, սոսեմայրիկ եւ այլն, հիմա մի տեսակ դարձել է սովորական երևույթ։ Ազատազեն բոլոր խավերից են գալի, բոլոր, տենց կանանք հիմա ասենք բարձովի կեսից սկսենք պիտակավորել, ասենք կարան իրաց մազերի գույնը տարբեր լինեն, հայացքներն է տարբեր լինեն, տարիքներն է տարբեր լինեն, բայց իրանք բան են անում։ Գալիս են բոլորը, խորանում են, արդեն ոնց որ երկրորդ ալիքին ենք ասել, որ զինվածները նոր զենքերով են զինվում, խորանում են թեմայի մեջ։ Իհարկե այն մարդիկ, ովքեր ունեն ցավ, պարապում են ոնց որ լրիվ ուրիշ ձև, այդ ամենին վերաբերվում են լրիվ ուրիշ ձև, կարա սկզբից այդ կարակոցը տանի պատկերացումներին, թե ոնց է եղել կարակոցը դեպի իրանց հարազատներին կամ բան, բայց վերջում լրիվ վերափոխվում են ու այդ ամեն ինչի մաս են դառնում, մենք լավ ենք զգում, որ իրանց ծառայում ենք, ես իմ կամ իրանք տեսնում են բազում հայեր են մարզվում դպրոցականներից մինչև մեծեր, հավատը վերականգնվում է, որ ինչ որ օջախներ կան, որտեղ մարդիկ չեն համակերպվում թույլ լնելու հետ, օրորի պատրաստվում են, իրանց հարազատի գործը շարունակող կա, ես իմ իրանց զգացածը իրանք կիմանան, ես իմ մասով գիտեմ, որ դա մեր ողջ մնալու պարտքն է, ու մենք դա պետք է այնքան լավ անենք, որ ասենք տասնյակ տարիներ հետո, որ էլ շատ բան չկարանանք անենք, չլնենք կամ շատ մեծ պապի լինենք, դա Հայաստանում էական բան փոխող մի բան դառած լինի, այսինքն ամեն մարզում լինի, լրիվ նորմալ լինի, տարեկան մրցումներ լինեն, դպրոցական ծրագրի պարտադիր մաս լինի, նորմատիվներ լինեն, օրինակ ես վերջերս անընդհատ այդ մասին եմ մտածում, որ Հայաստանում մինչև այսօր մոբը համարվում է առողջ մարդ է, այսինքն իր գիտելիքները ոչ մի ձև չեն չափում, բայց դա շատ վատ է, օրինակ կարա լինի քաղաքացու ատեստացիա գաղափար, որ ոնց է չէ ուժայիններին կա
դու քո գործի գիտակն ես, թե ոչ, կախված դրանից փողդ փոխվում է, Էլի քաղաքացին պատրաստ է, թե ոչ, նույն այդ համապարփակի կոնտեքստում էլի, ու մեր մոտ ոնց է օրինակ Ամերիկայում, որ գործազրկության մակարդակն են ամիս հայտնում բան, Հայաստանում այդ հայտնել պատրաստ քաղաքացիների թիվը ամեն ամիս, այդ վաղ լրիվ ուրիշ Հայաստան կլինի էլի, ու հպարտանան, սպասումներ լինի դրան, կոլեկտիվում ուրիշ ձև վերաբերվեն այն մարդուն, ով որ հայտարարել է, որ ես պատրաստ եմ Երբ պետքա լինի գամ, ասենք դառել ակտիվ ռեզերվիստ, ու ատեստացիայի օրը գնան իրան բան արելու, ոգևորելու, ինքն էլ 5-ի հանձնի ու իր հարկերի մի մասը տան իրան, որ ինքը այդ փողով պարապի։ Մեր մոտ օրինակ մեկ-մեկ ինձ թվում է հատուկ իմ դեմ ձեռ են առնում, ասենք ես ուզում եմ զինվենք, իրանք հեծանիվի տոկոսների ինչ-որ սուբսիդիոն համակարգ են մտցնում, մենք ասենք ամեն ինչ անում ենք, փամփուշտը զենքը մի քիչ էժանանա, մի քիչ հարմարանա, ու տենց գործիք, որ մի հատ զենքի մասով լինի, որ զինվողի տոկոսները կփակի պետությունը, անգամ 3 կլինի այդ ամեն ինչը։ Տենց այդ ուղղությամբ քայլերն էլ էական բան կփոխեն, օրինակ Ազատազենը դառել է միտք ստեղծող մի տեղ է, տարբեր մակարդակի ինչ-որ ռազմաարդյունաբերական ստարտափերի էական օգնող կառույց է ու քանի գնում խորանում է։ Զենքի մասին օրենքի փոփոխությունն էլ չէ, հենց ծնվեց Ազատազենում ու նախաձեռ Ազատազենը դրա մասն է եղել, ոնց որ գոռոզ մերկում չքաշենք, այդ իմ իմացած լավագույն ՔՊ-ական ուժի կողմից արած գործերից մեկն է, որ փաստացի քաղաքացիական պայմանագրի իշխանության օրոք է դա արվել, դրա մեծ դեր ունեցել է Ներսիսյան Նարեկը, մեր համայնքով մենք քննարկումներ ենք արել, առաջարկներ ենք տվել, շատերը այդ առաջարկներից ընդունվել են, ցավոք սրտի ոչ բոլորը, ու էական փոփոխություն է դա մտցրել գործի մեջ, բայց այդ օրենքը ունեցել է մեծ բացեր, ավելին, եթե չլիներ ազատազենական շարժումը, կարար նույնիսկ վատացնող օրենք լներ, որովհետև այն ժամանակ բոլոր մարզերում գնում մոտակա խանութից զենք առնում էին, հիմա այդ բոլորը գալիս են Երևան քննության հետևից։ Ոնց որ այն ժամանակ մի քանի հազար դրամ էր ծախսերը, հիմա հասել է 100,000 դրամի առաջի զենք գնելու այդ բան թղթաբանական, նարկոպսիխոյական ծախսերը ոչ թե զենքի, էլի զենքի գները էժանացել է համեմատած պատերազմի։ Ունեցողի պատրաստվածության վիճակը ստուգելով գներն են, հա։ Քննությունը ամենաէժանն է, օրինակ մեր մոտ մենք մի բան էլ ավել հետ ենք տալիս զենք գնելուց, ավելին երբ որ միայն մենք էինք անում, ծրի էինք անում, մի 2000 հոգու քննություն ծրի ենք արել, բայց բանա այդ պոլիկլինիկայի գները, պետ турքերը զենքի 10 անգամ մի օր բռնին բարձրացրին, ասենք, դենց ինչ ուզում անում են այդ ոլորտի հետ էլի, մինչդեռ ասում կարային հեծանիվների պես տոկոսները փագեին հիշացնեմ։ Հիմա մի փուլ էլ է լավացնելու կարիք ուզում զենքի օրենքը, բազում կետեր կան, բայց ես շատ շենջ եմ դնում այդ վերալիցքավորման օրենքի վրա, ինչի օգնությամբ օրինակ ռուս դիպուկահարները լրիվ ուրիշ արդյունքներ են ցուցաբերում իրանց պատերազմի ժամանակ։ Ինչ է այդ վերալիցքավորումը։ Որ դու ես քո փամփուշտը հավաքում ու դա լինում է գերճշգրիտ։ Օրինակ Ազատազենը որպես հրաձգարան կամ խանութի օրինակով իրավունք ունի դա անի, ու մենք այդտեղ բավականին առաջ ենք գնացել յուրաքանչյուր տեսակի գործարանային փամփուշտից էական ավելի որակով արդյունք ենք ունենում մեր զենքերով, ինչը հնարավորություն է տալի նույն զենքով մի քանի 100 մետր ավելի հեռու, ավելի ճշգրիտ խոցում անել, որպեսզի պատկերացնեք, մրցումներում հենց այդպիսի փամփուշտներ են կիրառվում, մեքենայի սպորտին, որ օրինակ բերեմ, ոչ մեկ չի չէ խանութից մեքենայով մրցում, մեխանիկների թիմ կա աշխատում ամեն դետալի վրա, զենքի մասով էլ է տենց։ Ու վաղը միսօր, ասենք, եթե մեր պատկերացրած լոգիկայով ամեն մարզի հրաձգարանը լիներ իրանքից վերալիցքավորման ոնց որ արեստանոցով, կարար երկրի բոլոր դիպուկահարների կեսից ավելի փամփուշտները ապահովել, այսինքն
իրանք կռվեին, գիլզաները հետ գրգեին, լցած տայինք, այն ինչ հենց հիմա երկու կողմում է ռուս-ուկրաինականի կատարվում։ Իրանք իրաց թիկունքում ունեն այդ վերալիցքավորման տեղերը, որտեղ համ հանգստանում են, համ լցնում են, համ հելնում մի հատ փորձում են, տենում են։ Ճիշտ է, ճշտադրում հետում են շատ հեռու խոցումներ են անում։ Ուկրաինացիք օրինակ մի քայլ առաջ են գնացել այդ վերալիցքավորման մեջ բավական տարածված երևույթ է, փամփուշտի փողը մի քիչ ճզմում, ավելի նեղ փամփուշտ են դնում, մեծ հզորությունը, բայց փոքր փամփուշտին է ճամփում, շատ արագ է գնում ու ուժեղ արդյունք են ստանում, ոնց որ մեծ գնդացիրի 14.5-ի բուգը սխմել են, 12.7 են իջացրել ու դրանով կարող են 3000 մետրանոց խոցումներ անեն, ապացուցված զենքի անունը ալիգատոր է, որ ես իմ գրեն ալիգատոր Ուկրաինա 12.7 կբերի էլի, ու այդ օրինակ ես առաջինը իրանց մոտ եմ տեսել, որը էական բան է փոխել, թշնամին մի հատ կետից ստեղծել է իրանց իսցիգլալ զենքերը, որը բավական անհարմարություն է պատճառել հայերին, կհիշեք ժամանակին դիպուկահարների պատերազմ էին անունը դրել տենց 12-13 թվերին, իրենք իրանց արտադրությունով էին դա անում։ Մենք դրա հակաարտադրություն մերը չունենք, ներմուծված լավ մոդելներ ունենք, մերը չունենք, բայց փող արտադրող գործարան ունենք Հայաստանում, փորձեր անող հարթակ ունենք, միշտ ուրախ ենք տրամադրենք։ Բայց զենքերի արտադրության չունենք, թե կոնկրետ այդ զենքի։ Ոչ զենքերի ունենք, դու հրաձգային էլի, ոչ է բանի ինչ-որ փոքր էպիզոդիկ լավ բաներ կա, ասենք նոր առաջացել է Մակտես ընկերությունը, երկու տեսակի ընտիր զենք են արտադրել, բայց բանը այն ամենաստարտային փուլում են էլի, դեռ հայկական զենք գնելու հնարավորություն քաղաքացու կամ բանակի համար չկա։ Դա վատ է։ Մինչդեռ մենք կարայինք մեր արտադրեինք, փորձեր անեինք, մարտական պայմաններում ուզած չուզած կիրառեինք, որտեղ անընդհատ այդ մարտական պայմանները գալիս են, կպնում են ջաններիս ու դրանով Իսրայելի տարբերակով դառնայինք ռազմաարդյունաբերական երկիր, որտեղ միակ շանսը մեր դա է, որ թշնամիները տասնյակ անգամ ավելի մեզնից հարուստ են, եթե այդ ռուսերեն ասած գոնկա վարուժենիայի մեջ մտնենք, պարտվելու ենք, միակ ձևը մի 20 միավոր արտադրենք, երկուսը մեզ պահենք, 18-ը ծախենք, հետո մյուս երկուսը լավացնենք, նույն Իսրայելի զենքերով Ադրբեջանը մեր դեմ կռվել է, աշխարհի ամենալավերից մեկն է համարվում, բայց իրաց պատմությունը կա, ասենք ավիացիան ու այդ դրոնների ամբողջ թևը մի հատ էնտուզիաստ բանի շուրջ է հավաքվել, հիմա տենց ավիա սիրողի էլի, հիմա տենց օրինակ մենք ունենք Եղվարդում մարդիկ, որ ավիա քաղաքացիական ավիացիոն տենց ակումբի պես մի բան ունեն, թռնում են ինչ-որ դրա ծաղկացմամբ Ամերիկայից տենց մարդ են գտել բերել են, դրա շուրջ կառուցել են մի հատ առանձին աշխարհ, նույնը մի հատ էս զենքի մասով ա եղել, այն զենքի մասով ա եղել, լրիվ ուրիշ արդյունք ունեն էլի։ Մենք այդ պատերազմի փորձը շատ թանկ է, մենք համ մերը ունեցել ենք քանի հատ, համ հենց հիմա մեր պատերազմի քանակներին հավասար կռվող, զոհվող եղբայրներ ունենք թե Ուկրաինա, թե Ռուսաստանում, որոնց որ մարդավարի սրտանց տուն կանչես կգան, բոլորը չեն գա, բայց մի 30%-ը կգա, ոմանց ես գիտեմ, որ իրանք կգան, ու կարանք էլի արդյունք ունենանք, բայց այդ էլի լիքը ուղղություններ է, որը պետք է ինչ-որ մեկը անի։ Դե հա, գանք մի քիչ անձնական դաշտ, դու և կինդ դիպուկահար եք, երկուսդ էլ, այ հետաքրքիր է ձեր մասնագիտությունը, ձեր հարաբերություններում ինչ անդրադարձ ունի։ Հիմա որ ճիշտն ասեմ, ոչ ես, ոչ կինս նորմալ չենք պարապում, որտև այդ մեր ջանքը դնում ենք ընդհանուր գործին, ոնց որ ազատազենը իմ պարապելում խանգարել է, այն ժամանակ, որ ինքը ընդամենը մի հատ տեղ էր, որտեղ կրակում էինք, ես երբ գնում էի, կրակելու համար էի գնում, հիմա այդպես չի ու ոնց որ իմ մարզվել է, զոհել եմ կամ Աշխենն էլ իր մարզել է, ընդհանուր գործի ստացվելուն,
Ընտանիքը շատ կարևոր է մարդու կյանքում ու առանց ընտանիքի ամեն ինչ կիսատ է ստացվում։ Ընտանիքը հայրենիքը տենց իրար նման մոդելներ են, մեկը մյուսի հաշվին պետքա չլինի, մեկը մյուսին պետքա փող լրացնի, որոշ դեպքերում դա շատ դժվար է լինում ու նույն էս ամեն ինչը շատ ջանք է խլում։ Հիմա օրինակ ես 7 օրվա անելիք ունեմ ու արանքների ժամանակ գողանում եմ ընտանիքի համար, այսինքն սահմանված ազատ օր որոշել եմ մոտակա մի երկար ժամանակը չունենամ։ Եթե մարդիկ գաղափարակից չլինեն, ու մեր դեպքում եթե ես ու կինս գաղափարակից չլինեինք, ընտանիքը լուրջ ճաքեր կունենար, բայց քանի որ այն ինչ սիրում ենք հիմնականում երկուսս է նույն բաներն ենք սիրում, ավելի հեշտ է ստացվում ու բանա միայն ընտանիքով սահմանը փակվել է, այսինքն որ ես ու կինս ապրում ենք մեր երեխաների համար եւ վերջ, հեչ լավ ձև չի էլի, առանց վնասելու այդ ամեն ինչը պետքա ավելի պիտանի կյանք ապրել, քան թե քո փոքր ընտանիքի կյանքն է, ինչը փորձում ենք մենք իրար հետ անել, իրար փող լրացնելով, այդ ինչ նոր պատմեցի, ամեն ինչում աշխենը կա, բալիստիկում էլ է օգնում, ազատազենում էլ է օգնում, ու իրար փող լրացնում ենք էլի, այն նույն ՀԿ-ի սկզբունքներով էլի, ձայներն էլ են հավասար մեր երեխեքներ ձայն ունեն, մենք այդ ձայնի հետ հաշվի ենք լսնում, կարծիք ունեն իրանք իրենց կարծիքը արտահայտում են, որոշ դեպքերում դժվար է լինում իրանց հետ, քան թե որ տենց անկյուն կանգնեցնելով, երբ պետքա մեզ չխանգարեին, բայց դա իրանց կդարձնի այնպիսին, որ մի օր մենք չլնենք կամ իրանց կողքը չլնենք, չկորեն էլի այս կյանքում, այդ է, որ ամեն ինչ լավ գնա, բանա, կարանք մտածենք նոր տուն կառուցելու մասին միասին, ինչի ցանկությունը մոտիցս 20 թվին գողացել էին, թե որ նոր տուն էլա մեծ կլինի, որ մեծ եղավ ազատ սենյակներ կլինեն, որ ազատ սենյակներ կլինեն, այդ սենյակները լրացնելու համար անհրաժեշտ երեխեք կլինեն, մի խոսքով բավականին հետաքրքիր կլինի էլի, այդ բայց հաջորդիվ բարևենք աշխենին էլի, այս մասը ես առաջ կտամ կդնեմ, դու կտենաս, որ հատուկ բոլոր հաղորդումների այտենց։ Դու նաև աշխենին ամուսնության առաջարկություն արեցիր Արարատի գագաթին, ինչ չէ։ Ցուրտը տարել էր, այդ վաղ իզուր եմ ծնգեի ես, մենք այնտեղ ամուսնացել ենք, ուղղակի այնտեղ թթվասնի պակասա բանա, այս պետքա չլներ էլի։ Արարատ ինչ նշանակություն ուներ քո համար, որ հենց որոշեցիր այնտեղ։ Երկուսս է ուզում ենք բարձրանեինք Արարատ, այդպես համընկավ, որ կապեցինք իրար այդ երկու գործընթացը, էլի։ Շատ հավես էր, ցավոք սրտի էլ դժվար մենք կարանանք բարձրանանք Արարատը, որտեղ մի քիչ մեզ ճանաչում են ու որ շանսներ կուզենայի տեսնեի, բայց Արևմտյան Հայաստան գնալով միանշանակ համոզում ես, որ դա Արևմտյան Հայաստանը ոչ թե Արևելյան Անատոլիա։ Դու այդ հողի վրա զգում ես, որ այդ ամեն ինչը քոնն է եղել, պապերին է եղել, կառույցներից բռնած, հենց հողով վերջացրած։ Թանկ չի, ասում չնայած որ լսնում է Թուրքիայի բյուջեն ոնց է չլինի ինչ-որ չափով, արժի ամեն հայ իր աչքով տեսնի ամենը։ Ինչա փոխվում է տեսնելուց հետո։ Հասկանում ես, որ քոնն է ու ինչ-որ տենց միֆական մի բան չի էլի։ Ու եթե հոգիներումս վառ պահենք, ջանք դնենք, կարա նորից մերը դառնա, օրինակ տենց բաներ կա, չէ, խաչաձև հարցեր են տալի, որ դու ռևանշիստ ես, թե չէ, ու մի երեխայի արյունով ես Արցախ է բերելու քարկապ գցող լուծումներ են տալի, ու եթե հերթը հասնի արյուններին, ես էլի միշտ պատրաստ եմ իմը, բայց ավելի կոռեկտ մոդելը, որ ասեմ, ինչ կուզեի մենք հայերով ուզեինք, ես կուզեի, որ յուրաքանչյուր հայ կարանար գնար իր տուն, իր հոր տուն, պապու տուն ու գնար տանտիրոջ իրավունքով։
Այսինքն չէ՞ թե ոնց որ ես գնացել եմ Արարատը բարձացել եմ, չէ՞ թե ինչ որ բան Շուշի ուղեկալի կողքով կարանալ իր տուն գնալ, այդ նորմալ մարդկային ցանկություն է, եթե մեկը դրա մեջ ռևաշիզմ կտենա, թո տենա, եթե մեկը դրա մեջ ես իմ արնախումություն կտենա կամ արկածախնդրություն, թո տենա, բայց լրիվ նորմալ է, որ այսօր երկուսս է տուն ենք գնալու, մենք շանսը ունենք, մեր կույր եղբայրներն է այդ շանսը ունենան, որտեվ են մի քիչ առաջ, որ հավանականությունից խոսում էի, այդ զառի կանոնով է, որ ձեր տունը դեռ կա կամ իմը, իսկ մեր մյուս ընկերոջինը չկա, կարար այդ զառուվից ձև ընկներ, օրինակ ռուս-ուկրաինականում կռվողների վրա զառը նենց անգ է, որ իրանց ծնողները արտագաղթել են, այդ մարդիկ է մեր պես մարդիկ են, 2 տարեկանից այդ հողում ապրել են, իրանց տունն են համարում, 2 կողմից է պաշտպանում են, տուն պաշտպանող բոլորին հալալ է, աշխարհի յուրաքանչյուր կետում, այդ մեր համազգային փնթիրությունից է, որ մեր տնեցիք սաղդուսն են, տուն քթեու պաշտպանում, բայց իրանց հալալ է, որ իրանց տունը պաշտպանում են, հիմա ես կուզեի, որ մեր փիլիսոփայությունը ազգային, որ տենց էլ ես տարբեր տեղեր ման եկա, բայց հստակ չգտա, մի կետը, փոքրիկ կետ լներ, որ ամեն հայ կարողանա գնա իր տունը, հոր տունը, պապու տունը ու բացի դուռը իր բանալով մտնի ներս, կարանա ներսից փագի այդ ճանապարհին ասում եմ գոնե որ պապի տունը տենանք, ցանկությունը մի քիչ ավելի ուժեղ կլինի մոտներս, այդ մասին Սամվել Կարապետյանն է հուշարձանագետ ասել, որ հայրենասիրությունը, տեսեց այդ բառից բան եմ քաշվում եմ, բայց ասեց հայրենասիրությունը սկսում է հայրենը ճանաչողությունից, որ չես ճանաչում, ինչ սիրես էլ հիմա, կարող է Ջաբրայիլը ջրական չէր ու անապատ էր, տենց հանձնել ենք ոչինչ, եթե ոչ մեկ չի եղել ընդ, ինչ իմանան, ինչ են կորցրել Միանշանակ ճիշտ ես։ Տենց մեղրին չեմ տեսել, եթե տենամ մենակ հետա մնացել երևի, մեկ է աստղիկի ջրվեժը։ Մնացած ուր հիշում եմ, այդ սաղ տեղերը եղել եմ, էլի մեղրիում չեմ եղել։ Երևի մյուս տարի արդեն կգնամ։ Ես այս տարի սահմանել, որ Հայաստանի բոլոր մարզերում առնվազն մի նոր տեղում պիտի լինեմ, ոնց որ տենց պատվով անցա, ու իրոք շատ ճիշտ ես ասում։ Եթե չենք ճանաչում, նույն հեշտությամբ էլ անծանոթ բաների հանդեպ մեր վերաբերմունքը այլ է, բայց երբ որ քոնն է, լրիվ այլ է, նույն Արցախի դեպքում, եթե չեմ սխալվում, բնակչության 5-6%-ն էր եղել։ Այդ էլ մի մասը Սյունիքում ավելի քիչ է եղել։ Սյունիքում էլ, հա, այդ էլ մի մասը զինծառայողների ընտանիքներն էին։ Դե տենց է, որ վերևից նայես, ընդհանուր էլի, ասես մի ամբողջ Հայաստանը լինի ճակատագրեր չերևա, մի ամբողջ Ադրբեջանը, ինչ կա արդար է եղել։ Ոնց ենք մենք վերաբերվել այդ ամեն ինչին, չէ՞։ Դե հա։ Ամբողջն էլ արդար է եղել։ Ուրիշ բան, որ այդ ընդհանուր արդարի պատասխանատուները այն ամենը լավերն են եղել։ Եթե ոնց որ հենց ավելի ցավոտ լինի համար է տենց էլ, թե չէ, ասենք ես հիշում եմ Քարվաճառում ինտերնետը 23 թվին եղավ, թե 24-ին, կներես, 18-ին թե 19-ին եղավ, մենք ընդեղ գնում հապարապում էինք, այդ նոր ճանապարհը, որ կարելի էր շատ արագ բացել, էլի վերջի տարիներին եղավ, պատերազմի ժամանակ ասֆալտ փռող մեքենաներ էին կանգնած Քարվաճառի ճանապարհին, Քարվաճառի ճանապարհը տենց էլ երբեք ասֆալտապատ չեղավ, ոչ թե բանի ճանապարհը, Վարդենիս Մարտակերտ, այլ դուց որ թեքվում գնում էի դեպի Քարվաճառ քաղաք։ Հա։ Այսինքն մինչև վերջ Քարվաճառ ասֆալտով էթալ հնարավոր չի եղել։ Ու սենց էլի այդ բացերին ես էլ եմ պատասխանատու, դու էլ մենք մի քիչ որտեվ երիտասարդ ենք զուտում էին դրա համար, բայց միձև այդ պատասխանը պետքա տրվեր էլի։ Եթե հողը վերցնում ես չես ապրում, դու դառնում ես բան, ինչ որ վնասարար։ Հարամ չի էլի, չէ՞։ Դե ինչի ես վերցնում։ Խաղալիքի օրինակով, որ մի հատ երեխա խաղալիք վերցնի,
մեր երեխայից շատ ուզենա խաղալ, մեր երեխային կհամոզենք, կասենք ոչինչ, բայց որ վերցնի ջարդի, ես հեչ լավ չլինի, էլի։ Հիմա կարանք քննարկենք, հա լավ էպիզոդներ կան, բայց կար էպիզոդ, որ Ալեքսանդր Քանյանը անընդհատ պայքարում էր հեյկերի դեմ ընդեղի, ինչ որ ոնց ուզում անում էին։ Մենք ընդես բորերի ժամանակ պայքարում էինք տոկով կարմրախայտ բռնողների դեմ, 22 թիվը մինչև ես պայքարում էի այն կողմից տենց խառը բաժանած պարգևատրական ատրճանակների դեմ, որ փնթի սխալներ ունենք, հիմա կարանք պրոյեկտենք այսօրվա փնթի սխալներին, ասենք ինչ խնդիրներ ունենք, մենք ինչերը պետք է լուծենք, բայց ինչերով ենք զբաղված, չէ՞, որ գաղտնալսումներ, այդ քաղբանտարկյալներ, խլոցիներ, ձերբակալոցիներ, ինչ որ ընդհանրապես նոր պայքարի պատրաստող հանրությանը նման չենք, դրան մեկս պետք է պատասխան տա, ու քանի որ դեռ համապարփակի չենք անցել, ավելի շատ պատասխան են տալու էլի այն սերուցքի ժողովուրդը, կամավորները, եթե վաղը մի բան եղավ, էլի այդ շուտ հավաքվենք գիտնականները ցանց գործեն լեվելի վիճակներում ենք լինելու, կադրը կրկնվի, հիմա պետք է վարկ փոխենք, որ տենց չլինի, ու նորից ասում ազատազենի մասով շատ մեծ հույսեր մի ունեցեք, ինքը անում է ուղիղ այնքան ինչքան կարա, մի միթից ավելացնելով, իմ հետ կարակ հույսեր կապեք, ստիպեք, ասեք ես արա կամ մեր թիմից մեկին որպես անհատ բոլորի եղբայրն եմ, բոլորդ խաթր ունեք մի բան համոզելու, ինչքան լավ ընկերեք, այնքան շատ խաթր ունեք, տենց անձամբ ոչի բանից հետ չեմ կանգնում, բայց այդ կառույցը մեր բոլոր հայերի գործիքն է, ձեր պատկերացրած վատ հայերի է, լավ հայերի է, իրանց բոլորի երեխեքի, որտև երեխեքը բոլորը լավն են, ու պետք է ծառայի այդ գործին, ինչն է մենք ատամներով պահում ենք։ Իսկ ո՞նց ես կարողանում մարտական խստության ու հայրական նրբանկատության այդ հակադրության մեջ բայց մարտական հեչ խիստ չեմ, հա, մենք պատերազմին էլի ինգերովի, ջիգարով, շպռոտը իրար հետ կիսվելով, օրինակ կետեր կա, որ ես ընդհանրապես համաձայն չեմ, սկսած հենց այդ թրաշից վերջացրած բանով, ճիշտ է, սիրուն է նայվում, որ բոլորը նույն համազգեստով են, բայց ավելի լավ կլինի բոլորը լինեն հարմար համազգեստով, ուրիշ բան, որ էդի լուրջ խելացի կազմակերպելու գործ է, բայց հիմիկվա դարը բերել է նրան, որ ասենք ամենամեծ խմբերը մի 5 հոգանոց խմբեր են պատերազմի ժամանակ իրար հետ գործող, դրանք տենց եղբայրությունների նման բաներ պետքա լինեն, կներեք ոչ թե համազորային ձևի, խիստ ոնց որ գործը տանելուն հա խիստ վերաբերվես բան, բայց այն որ տենց կայնելուն խիստ էդ եմ էլի մտքիս առաջինը հետ գալի, իսկ երեխեքի մասով ասում իմ երեխեքն են, պետք է լավ նայեմ, երեխաները պարտավոր են մեծանալ, մենք այդ ճանապարհին իրանց մաքսիմալ աջակցում ենք, այդպես էլի, չէ տենց լուրջ տարբերություն մեջ չկա էլի, մարդը նույն ձևի, չի, պետք չի որ ընդես են սա, բայց տանը հայրական քնքշանքը ուրիշ էր, ընդեղ է զինվորներն են քո կամ ընկերներդ են քո, որ քեզ են նայում, հետդ հույս են կապում, երեխեքը մի քիչ շատ են հույս կապում, մի քիչ շատ պետք է սիրես, կուզում ես մի քիչ շատ սիրես, սիրում ես ավելի շատ, այն էլ թիմը դա, երեխեքն է մեծանան, մի օր էլի հետները զինվորագրվելու են, օրինակ մեծ աղջիկս արդեն ուղակի զենքը չի կրակում, եթե չի տենում ուրա կրակելուց, քանը չի քաշում զենի խաթր, Էդի լուրջ անցում է, հիմա որ կամայական երեխա գա առաջի անգամ կրակելու, ինքը ձենի խաթր լիքը ձգան 6 տարեկան էր, չէ՞։ 6 դար է արդեն, հա։ Իսկ ինքը նշան մինչև չի բռնում, էլ չի կրակում, էլի։ Էդ է։ Վաղը մյուս օր ինքն էլ է մարտական ընկերելու ու հալալա նրանց, ովքեր բան, 2 սերունդով են կռվել, մեր ժամանակ քանի հոգի կային հեր ու տղա,
այդ օրինակ շատ ավելի լուրջ դրսևորում է, որ տղեն հորը չի ափսոսում, հայրը տղուն, երկուսն էլ դնում են իրենց կյանքը հայրենիքի համար, հայրը վիրավորվում է, տղեն շարունակում է կամ հակառակը քեռու հետ չի ճամփում տուն, ինչպես որոշ դեպքերում կա, շատ հետաքրքիր է այդ մասը էլի։ Ու հենց տենց պետք է լինի, տենց որ պատրաստ լինենք, ոչ մի բան չի լինի, ոնց որ առողջ ուժեղ տղան փողոցային կռիվների մեջ չի գնում, առողջ ուժեղ երկիրն է, տենց Շվեդիայի պես ապրում է Ֆինլանդիայի, Շվեյցարիայի, Սուդանի օրը չի գնում։ Եթե խրամատդ խոսեր, ինչ կպատմեր քո մասին։ Չէ, ցուսմուն կտար ասում, չէ, պատմի դու չխոսա խրամատ։ Չէ, պետք չի խրամատը խոսա։ Այդ խրամատի կողքի ծառն եմ կարոտում, բայց այդ ծառը ոնց որ Հայաստանի սիմվոլներ մեր, որը մեր մոտ չի թաղավարտին է, այդ ծառը մինչև վշպային կյանքերի գներով պահեցինք, դժվար պահեցինք, ոնց որ բոլոր խրախուսանքների մեծ մասը հենց այդ ծառը պահողներին է եղավ, թշնամին է գրեց այդ մասին, թե ինչ ուժեղ պաշտպանություն էին հայերը դրել, բայց միշտեր մենք գիտենք նահանջելու տեն շատ վատ բան է դրա համար պահինք էլի, այդ ծառը կարոտում եմ, նույնիսկ բան, շապիկ են սարքել այդ ծառով, որ ասեմ տեսակը չգիտեմ մի 100-ամյա ծառեր կարամ նկարը հետո ուղարկեմ, այս 100 չէ մի քանի 100-ամյա ծառեր են, որ փչակ ուներ բաներ, կինոյի ծառներ, վրեն կրակում էին, տերևները թափվում էր, թշնամու բանը, արինցիռա ռուսերեն կոչվում, դրանով էր իր ռմբակոծությունները ուղղորդում, այտենց, այդ տեղի խրամատներ, որ բաներ, տենց, որ ասեցիր խրամատ, հենց այդ հիշեցի էլի, այդտեղ նաև են միտքը եկավ, որ պետքա տիպուկարները ավելի լավ ելնեն, ես ինչ հետ է եկե, աշխենի հետ տարասք էինք ման գալի էլի, որտեղ գնանք հեռու պարապենք, ես իմ ինքը մերը չի, բայց կա, հետո այդ ծառը սիմուլա հետ սրտանց ցանկանալու, ես տենց պարզամիտ չեմ նայում, որ վաղը հարցակվելու ենք հետ բերենք, այդ կորցրածին տարիներով պայքարով հնարավոր կլինի հասնել, նույնիսկ կարող է ես իմ ես չտեսնեմ, բայց այդ ուղղությամբ շարժվելը ոչ մեկ չի ադմինից արել կամ ոչ մեկ չի կարա արգել ինձ էլի, անկախ ազատությանս աստիճանից ես իմ հնարավորություններիցս ես կարամ շարժվեմ, քարոզեմ, մարդկանց ոգիներում կրակ վառեմ, ես էլ իմ ձևով անում եմ, մինչև էլի մի 3 օրով կվռնեն։ Ինձ հետաքրքիր է, մենք սպանությունը շատ վատ ենք դիտարկում ամենատարբեր տեղերում, բայց պատերազմի ժամանակ նույնիսկ հակառակը, հա, մեր համար դա հայրենիքի պատվի հարցն է։ Ինձ հետաքրքիր է, դու որպես տիպուկահար անձնապես ոնց ես ընկալել դա հենց պատերազմի դաշտում։ Ու կա ընկալման տարբերություն նաև դրանից հետո։ Սահմանած, որ հիմնականում այն ինչ որ անում են իրանց որոշումով համարում են նորմալ։ Այդ տարբեր տեղեր կարաս տեսնես, ասենք Քաղբանտարկյալը իր արածն է համարում նորմալ, իրան Ստոսնովը իր արածը, ու երկուսն է սրտանց համարում են նորմալ։ Երկու կռվող երեխեքն են իրանց տեսակետները նորմալ համարում։ Մարդը տենց է սարքած, որ իր արածները եթե ուրիշի ջոգացով ջոգի կգժվի։ Ռեալ էլի ինքը հավատում է գողացող է օրինակ, միշտ արդարացում ունի խիա գողացել, որտեվ էտում իսկ գողացել է դրան հասնում էր, որտեվ կյանքը իր հանդեպ անարդարել է, իր տունը սոված էին, նույնիսկ եթե շատ սոված չէին։ Բոլորը իրանց հոգու արդարություններ ունեն, ովքեր չեն ունենում մի հատ կետից գժվում են, օրինակ հենց պատերազմում տենց շատ է լինում, որ իրանք սկսում են համարել դա սպանություն, ասենք դրոնի օպերատորները բանը կամ շատ է լինում բան նվաճողական պատերազմ անող երկրներում, ասենք զինվորները չեն հասկանում իրանք խեն մտել Իրաք, այդ մարդկանց սպանում դրանից գժվում են։ Գժվում են իրանք իրանց մեջի կռվից։
ես իմ մեջ թշնամի խփելու հետ կապված ոչ մի կռիվ չունեմ, տենց մի հատ բան կա, Ժակ Ֆրեզնոն, որ պատմում է մի հատ բրազիլական ամազոնիայի ցեղերից, գանգ հավաքողներից ցեղա լինում, ասում են չես նեղվում, որ 7 հատ գանգ ունես, ասում է շատ եմ նեղվում, ասում է աղբերս 15 հատ գանգ ունի, իրանք մերպես մարդիկ են, եթե մեր մշակույթում թշնամի խփել է, բա պիտի խփես, բա ինչ լավ է որ խփեցիր, ընկերոջը չխփեց, որ բոլորին խփեինք, ոչ մի ընկերոջ չէին խփի, հիմա որ կոճակ լներ վերացնելու, այն որ հումոր կա է, որ ասում է բանը, գիրակին կանստկացնեք կնոջ երեխաների հետ, թե վարիանտ B, ասում է վարիանտ B, հիմա եթե կոճակ լներ սխմելու, որ թշնամիները վերանային, սխմեի, հետո կհարցնեի, որ թշնամիները բան վերացան, նավսյակի կսխմեի էլի, ու նորմալ է, որ դրանք մտածում էին մեզ բանեն, ոչ մի մեղավորություն չեմ զգում, քննարկել եմ ինձ չի, որ մինչև այդ պատկերացրել եմ, փորձել եմ պատկերացնել ինչ կնի, ոչ մի բան չեմ զգացել եմ, որ գործս արեցի, հիմա որ նստեմ ավտոյով հետամ հասնեմ տեղ, ինչ կզգամ, որ հասել եմ տեղ, մոտավոր տեսքի բաներ էլի, ու լավ կլինի բոլորը հասնեն այն վիճակին, որ իրանց յուրաքանչյուր քայլը տենց ընկալեն, ու ինչը տենց չեն ընկալում, չանեն կասկածելով որով ես գրքերից ունեմ տարբեր օրինակներ նույն դիպուկահարների, որ իրենց մոտ այդ հարցերն առաջանում են ու դե հենց առաջացավ վատանում ես, թուլանում ես, նեղվում ես, ոնց է գործի տեղը, հենց կասկածներ ամոթդ գալի խեմ ես դե աշխատում, 2 ամսից նոր գործ ես գտնում, կարա լինի գործ, օրինակ բանը, ինչ որ մի հատ ստարտափում, որը մի հատ երկար քեզ հարցնես, ասես ես խի եմ անում ասենք մարդ կա, որ ծրագրավորողը բերենք մեր հետ թիմ աշխատելու, ընդհանրապես դուրը չի գա։ Մի պահ, որ մտածի, եսի մեկը կարող է կիրառել է մեկին խփելուց, ոչ թե սպորտի ժամանակ, կարող է գժվի։ Մարդը պետք է իր արածների հետ ինքը իր հետ հաշտ լինի։ Ինքը իր հետ պարկելուց կռիվ չունենա, խի եմ ես արել։ Ու այդ բոլոր ոլորտներին է վերաբերվում։ Եթե կարող է վատել է, որտեվ կարաս ընկնես այդ գանգ հավքողների օրը։ Հիմա ձեր կարծիքով Ալիևը տանջվում է բանից, ասենք չի կարա տանջվող մարդը ռազմավարի թանգարան սարքի վատ ճուճելներով։ Հիմա ինքը է դրան հավատում, մենք մերին, այն մյուսը իրանին, եթե քոնին ուժեղ սրտանց հավատում ես, այդ դրան հասնում ես ճամփին ընդհանրապես չես նեղվում ես այն բան, երբ որ հավատդ կտրվում է։ Այ եթե տենց ավելի մեծ բաներ ես արել կյանքի հետ կապված ես, եթե հավատը կտրվում է, ավելի շատ խոցելի ես դառնում։ Օրինակ սխալ գործի պատճառով մարդիկ դեպրեսիայի մեջ են ընկնում, իսկ սխալ զինվոր լինելու համար գժվում են, ինքնասպան են լինում, կախվում են։ Հիմա ինչքան ավելի մեծ գործեր ես անում վերջում, փաստի առաջ ես կանգնում, կամ ինչ-ինչ պատճառներով սկսում ես մտածել, որ այդ պետք է չանեի, այնքան վատ օրն ես ընկնում։ Բայց սպանությունն ու տանջամահությունը տարբեր են, չէ՞, այսինքն մարդու վարքն էլ ամեն դեպքում։ Դե ես առիթ չեմ ունեցել տանջելու, չեմ բանանի, օրինակ եղավ էպիզոդ նույն պատերազմի ժամանակ, որ պետք է կենթանի մորթեինք ուտեինք, այդ վրայս ազդեց ամենաազդեցող էպիզոդներից մեկն է։ Երևի թե դա դժվար կլինի, բայց եթե կարիք լինի մեկին տանջելով ինչ-որ ինֆորմացիա ունենանք, էլի որ մեր ընկերների կյանքերի համար է, այդ վաղտ էլի ոնց որ մեկը պետք է անի այդ գործը, տենց եթե ոչ մեկ է չլինի, էլի իմ բանին խասյաթին համաձայն կասեմ տվեք անեմ էլ չեմ մտածել այդ ուղղությամբ չնայած մտածել եմ մենք ընտանիքում քննարկում ենք ունեցել էլեկտրաշոկը մնա տանը թե տանեմ հետս որ էպիզոդ լինի չպատմի կիրառեմ բայց վերջը չեմ տարել որտեվ ես շատ մարդասեր հումանիստ մարդ եմ թշնամիների հետ է մինչև վերջ դաժան չեմ ուզում վարվել դե դա էլի ես պետք է խփել եմ ինչ անեմ Հիմա մեկը որ ձեր այսօրվա կերած եթե միսկ ելեք խոզի մորթելու էպիզոդը մի քիչ էինա դու գեշաներ ու մորթեր չէիք ուտի այդ խոզը բայց որ կերել եք ինչ համով էր
Հիմա վաղը որ նույն միսը առնեք ես գամ սկսեմ պատմել, կարող է զզվեք, բայց ավելի լավ է չգամ, էլի կերեք, բուսակեր չես չէ։ Չէ։ Ապրես։ Դրա մասով էլ հետաքրքիր բան ունենք, այն օրը տղերքով ծիծաղում էինք, որ պատերազմի ժամանակ մեր մուսակեր ընկերները տավարի տուշանքան անեն չէին ուտում, քեֆդ գալիս է։ Դա Առաջնահերթությունները փոխվում են, դե չէ։ Բանում 90-ականներին իմ կարծիքով համարյա բուսակեր չի ելի Հայաստանում, բոլորը ամենակեր էին, ինչ կարակեր էին, էլի։ Ինչ կարակեր։ At нечего делать առաջանում տենց բաներ, որ սպասում են կուտը մեռնին որ ուտեն, էլի։ Ես տենց եմ տենում, կներեք սիրելի իմ բուսակեր ընկերներ, ես ձեր դեմ ոչ մի բան չունեմ, բայց կարծում եմ, որ այդ ինչ որ բաները գերապահով կյանքից են առաջանում։ Դու շատ բան ես տեսել։ Չէ, Գուցե հա, հետո նաև տեսնես։ Բայց շատ բան ես տեսել, ինձ հետաքրքիր է դու կարող հիմա երջանիկ ես, կարողանում ես երջանիկ լինել, թե երջանկությունը չիմացության հետևանք է։ Չէ, չիմացության հետևանք չի, ինձ հստակ ուզում ես, հասնում ես, ելնում ես։ Այդ շատ բան տենալու մասով կուզեի խոսամ։ Մեր մոտ ոնց որ միջինը լավի տեղ բրթելու ցավոտ տենդենս կա, օրինակ նույն պատերազմի մասով որ մեզ նայեք, մենք ռուս-ուկրաինականի համեմատ պաստոներ ենք էլի մի քանի տասնյակ կամ 10 օր կռված մարդիկ ենք մաքսիմում։ Հələ ընդ նայեք ինչա կատարվում։ Նույն ընդեի հայկա, որ ասենք մեր գումարտակի կեսի շատ է կռվել մենակով։ Ռեալ էլի նայեք ընդեի ռակետների տեսակները բանը։ Կարող է համեմատած ինչ որ մեկին կամ շատերին Հայաստանում մի երկու բան ավել եմ տեսել, բայց հələ լիքը տեսնելու բան կա անելու էլի։ Ու հա ես կուզեի որ հայերը ձգտեին ավելին, ինչ որ պայտակ չգոռոզանային, կամ ասենք որ ինչ որ միջին ձեռի գործարար են դառնում իրաց թվումացողից ընկերից այդ փդած վիճակից անցնեինք էլի։ Ես ինչ չեմ համարում ինչ որ մեծ բաներ տեսած մարդ, հա մի երկու բան ավել եմ տեսել, նույն պատերազմի մասով էլ լիքը տեսնելիք կա, հայ տղերքեկան լիքը ընձնից շատ տեսած, կյանքի մասով է, մեր հկնել, աշխարհի հկների համեմատ պստո հկը է, օրինակ ամերիկյան NRA կոչվում National Rifle Association, ասենք 200 տարի մեզնից առաջ են։ Հիմա կարող է ինչ որ անց հկների կողը կանգնելուց մի քիչ բոյով ինձ զգամ, բայց խի ես իրանց հետ մեզ համեմատեմ։ Եթե կարելի է նշադողը ավելի բարձր դնել։ Մեր մոլորակն է, վրեն կարելի է նայել, տենալ օրինակներ։ Երկրորդ ինչ պիտի ասեի կներես։ Երջանիկ ես։ Հա, բանա, ընտանեկան, մարդկային, ընկերական երջանկությունը շատ շնորհակալ եմ, որ այդ ամբողջը ունեմ, բայց այն վիճակը ոնց որ երեք Բաքում կռիվես արա, այսօր էլի գալու են խանգարեն, 20 թվից այս կողմ չի անցնում, ավելի խորանում, հա։ Չես կարա գաղթական ընկերներ տեսնես, երջանիկ լինես, չես կարա տենց անարդար բաներ անում են որ տեսնես երջանիկ լինես, թշնամու խոսացածները լսես երջանիկ լինես, ինչ որ նոր սպասումով արհավիրքի ապրես երջանիկ լինես, այդ հստակ կանգարում է մեր իրավիճակը երջանկությանը, դա գոնե մի հատ կետի պետք է հասնենք, որ վստահ լինենք, որ մենք մեր եղածին տեր ենք, դրանից հետո էլ գործենք այն ուղղությամբ, որ սպասենք ու երնեք տանք երբա թշնամին սոտ տալու, որ մենք իր տեղը ցույց տանք։ Այդ ժամանակ կարող է կամ ձեր հաղորդմանը մի քիչ ավելի ժպիտը ստեղը լինի, ավելի երջանիկ լինեմ, իսկ իրականում երջանկությունը ճանապարհի մեջ է։ Հիմա կարող է այդ ամենին հասնենք դադարքություն տիրի, էլի։ Նոր թշնամիներ հնարենք, հերոսաբար հաղթենք դրանց։ Ճանապարհը ամենաերջանիկ կյանքի, ամենալիաթոք ապրելու կյանքի ճանապարհներից մեկն է։ Այդ առումով մեզ երիտասարդներից բավականին ուժեղ շանս է տված ինչ որ հետաքրքիր կյանք, պիտանի կյանք ապրելու հիշվող հավես էլի։
ինչ-որ ընթացիկ մոնոտոն ընդհանրապես չի։ Եթե մի քիչ հոգի դնենք, լրիվ այն որ վերջում կարելի է գիրք գրել այդ մասը։ Այդ ճանապարհի մասով ֆուլ երջանիկ եմ, փոքր իմ նեղ անձնական, ընտանեկան, ընկերական մասով է, ում ինձ հետ այդ ճանապարհը գնում եմ, էլի զուգահեռ է, իսկ ընդհանուր վիճակը հեչ լավ չի։ Իշխան, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, թողնեն ինձ մեզ նայողները, եթե իրանց մտքերը միտեղ խառնեցի, միտեղ բաժանեցի, ես չէի ուզում, փորձում էի անկեղծորեն լիլին խոսքի տվե, այդքան մի բան էլի, լավ եղեք։ Մի բան էլ ունենք, եթե կուզես ասա 3 փաստ քո մասին, 2-ը ճիշտ, 1-ը սուտ։ 2-ը ճիշտ, 1-ը սուտ։ Դի մտածում։ Մտածի։ Ես ասկիս պետք է մի հաղորդումներ լավ նայած կայի։ Բանը գալի։ Հանգիստ մտածի։ Բա հետո ո՞նց են իմանալու որն է ճիշտ։ Ճիշտ պատասխանը կուղարկենք մեզ ամսական բաժանորդագրությամբ միացած մարդկանց։ Մյուսներն էլ թող տանջվեն մեկնաբանություններում գրեն իրենց կարծիքը։ Ինչ եմ արել, հիշվող։ Բայց եւ մի քիչ մոտ գաս կամ մոտեցնես։ Ես էլ մտածում եմ, հələ պետք է մտածեմ ինչ ասեմ, որ հետաքրքիր է լինի, որ ուզենան։ Բաներ, որ չգիտենք քո մասին։ Բաժանորդագրվեն։ Մեկը ասում է բանը։ Green card եմ ունեցել ու չեմ գնացել։ Ահա։ Մեկը ինձ առաջարկել են թուղթ տան, որ ես առաջի պատերազմին եմ մասնակցել չեմ ուզել։ Ահա։ Մի վարքան։ Բայց էլ պետք է մտածեմ։ Մեկն էլ առաջի ռմբակոծության ժամանակ, որ ես տակն եմ ընկել, ուզում էի մաման գար գրկեր ինձ, բայց ջոգում էի, որ ոչ պետք է մամանը թե գա, ոչ է կարա գրկի տանի, բայց ուզում էի։ Դե ասում է գնացեք մտածեք, որ տենց։ Որն է ճիշտ, որն է սուտ, ձեզ չեմ ասելու։ Հետաքրքիր էր։ Հա։ Դե ես իմ որ տունը մտածած գայի կարող է ավելի բաներ։ Չէ, լավն է, շատ լավն էր, բայց հիմա պիտի միասին բան անենք։ Չեմ ասի, չեմ ասում, բան, բաժանորդակ, դուք ձեզ բաժանորդագրված եք։ Այո, ես էլ Գրիգորն էլ բաժանորդագրված եմ։ Որոշ ժամանակ հետո ճիշտ պատասխանը կտամ ասում։ Չէ, նկարում ենք, որ ուղարկենք։ Իրաց պետք է ուղարկեք, հա։ Հա, իրենց պիտի ուղարկենք, իսկ ովքեր որ չեն բաժանորդագրվել կպատժենք։